Երբ միլիցիան մտավ Երանի հին թաղամասի մութ ստորգետնյա խմելատուն, նա լսեց ծանոթ մեղեդին՝ «Ես քեզ կսիրեմ միշտ»։ 3 դատապարտված գող, որոնց նա ինքը բանտ էր նստեցրել 10 տարի առաջ, լացում էին այդ երգի տակ, չգիտակցելով, որ հեղինակը նույն մարդն է, ով ստորագրել էր նրանց ձերբակալման օրդերները։ Սա չէր պարզապես երգ։ Սա էր ամենամեծ պարադոքսը խորհրդային համակարգի պատմության մեջ։ Ինչպես կարող էր մի մարդ միաժամանակ լինել ոստիկանության գեներալ հանցավոր աշխարհի սիրելի երգիչը։ Ինչպես կարող էին բանտարկյալները երգել նրա երգերը, չիմանալով, որ հեղինակը նույն մարդն է, ով նրանց ազատությունը խլել էր։ Ինչու՞ էր Ալեքսեյ Էքիմյանը թաքցնում իր իսկական անունը երգերի տակ։ Եվ ամենակարևորը, ինչ գին վճարեց նա այս կրկնակի կյանքի համար։ 1953 թվականին, երբ Ստալինը դեռ կենդանի էր, իսկ Երանը դեռ վերականգնվում էր երկրաշարժից, փոքրիկ Ալյոշան նստած էր հոր ծնկների վրա, լսում էր նրա պատմությունները ոստիկանական աշխատանքի մասին։ Հայրը Սերգեյ Էքիմյանը աշխատում էր քաղաքային միլիցիայում պարզ հերթապահ լեյտենանտի պաշտոնում, բայց տանը նա վերածվում էր այլ մարդու։ Երեկոները, երբ մայրը Մարիամը պատրաստում էր ընթրիք, հայրը հանում էր հին ակորդեոնը, երգում էր հայկական հին երգեր այնպիսի զգացմունքով, որ հարանները հավաքվում էին պատուհանների տակ լսելու համար։ Փոքրիկ Ալյոշան նայում էր հոր դեմքին, տեսնում էր, թե ինչպես է այն փոխվում երգի ժամանակ, կոշտ ոստիկանի դիմակը թափվում էր, երում էր մի խոցելի, զգայուն հոգի, որը երազում էր բեմի մասին, բայց ճակատագիրը նրան տվել էր ոստիկանական ձեռնոց։ Տղան մեծացավ այս երկու աշխարհների միջ, օրվա ընթացքում հայրը հետապնդում էր հանցագործներին, իսկ գիշերները նա երգում էր այնպիսի կրքով, որ կարելի էր կարծել, թե երգը նրա իսկական կոչումն է։ Երբ Ալյոշան դարձավ 14 տարեկան, հայրը մահացավ սրտի կաթվածից, ուղղակի ծառայության ժամանակ, հետապնդելով գողի, որը փախչում էր Աբովյան փողոցով։ Մայրը մնաց միայնակ երկու երեխաների հետ, Ալյոշան հասկացավ, որ պետք է ընտրություն անի։ Նա կարող էր հետել իր երազանքին դառնալ երգիչ, կամ շարունակել հոր գործը ապահովել ընտանիքը։ Խորհրդային համակարգում երգիչների կյանքը անկայուն էր, իսկ ոստիկանական աշխատանքը տալիս էր կայուն աշխատավարձ, բնակարան, սոցիալական երաշխիքներ։ 1957 թվականին 18 տարեկան Ալեքսեյ Էքիմյանը մտավ Երանի միլիցիայի դպրոց։ Նա ժառանգեց հոր ազգանունը, նրա համազգեստը, նրա պարտքը՝ պաշտպանել օրենքը։ Բայց նա չկարողացավ թողնել երգը։ Գիշերները, երբ ուրիշ կուրսանտները քնում էին, Ալյոշան նստում էր պատուհանի առջ, գրում էր երգեր, իր տետրակում, որը թաքցնում էր բարձի տակ։ Նա գրում էր հայերեն, ռուսերեն, նույնիսկ վրացերեն լեզուներ, որոնք սովորել էր փողոցում, շփվելով տարբեր ազգությունների մարդկանց հետ։ Նրա երգերը խոսում էին սիրո, կորստի, մենության երազանքների մասին, որոնք երբեք չեն իրականանա։ Դրանք էին այն զգացմունքները, որոնք նա չէր կարող արտահայտել իր ծառայողական կյանքում։ Երբ նա ավարտեց դպրոցը, սկսեց աշխատել քրեական հետախուզության բաժնում, նրա կյանքը բաժանվեց երկու անհամատեղելի կեսերի։ Առավոտյան ժամը 7-ին նա հագնում էր միլիցիայի համազգեստը, կախում էր իր գոտկատեղը, դուրս էր գալիս փողոց, որպես լեյտենանտ Էքիմյան, ով պետք է հարձակնի կասկածյալներին, կազմի արձանագրություններ, հետապնդի հանցագործներին։ Բայց երեկոները, երբ քաղաքը մտնում էր խավարի մեջ, նա վերածվում էր Ալյոշա Սարյանի, անհայտ երգիչ, ով երգում էր փոքրիկ ռեստորաններում, անհատական միջոցառումներում։ Նա ընտրեց կեղծ ազգանուն, որպեսզի ոչ ոք չկապի նրան ոստիկանության հետ։ Սա չէր պարզապես նախազգուշություն։ Սա էր գոյատման հարց։ Ինչու՞ էր նա վախենում, որ իմանան նրա իսկական ինքնությունը։ Պատասխանը կայանում էր խորհրդային համակարգի խիստ կանոններում։ Միլիցիայի աշխատակիցներին խստորեն արգելվում էր զբաղվել ցանկացած կողմնակի գործունեությամբ, հատկապես այնպիսինով, որը կապված էր բոհեմական միջավայրի հետ։ Ռեստորաններում, խմելատներում երգելը համարվում էր անարժան ոստիկանի համար։ Եթե նրա ղեկավարությունը իմանար, որ լեյտենանտ Էքիմյանը գիշերները երգում է հարբած մարդկանց համար, նա ոչ միայն կորցներ իր աշխատանքը, այլ կարող էր ենթարկվել քրեական հետապնդման, խորհրդային ոստիկանի պատվի արատավորման համար։ Բայց Ալեքսեյը չէր կարող ընտրել։ Երգը նրա համար թթվածին էր, իսկ ոստիկանական աշխատանքը՝ հացը։ 1960 թվականին, երբ նա արդեն դարձել էր ավագ լեյտենանտ, ղեկավարում էր փոքրիկ խումբ, պատահեց իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Մի գիշեր, երբ նա երգում էր Արարատ ռեստորանում, դահլիճ մտավ խումբ տղամարդիկ, որոնց նա անմիջապես ճանաչեց։ Դրանք էին օրենքով գողեր հանցավոր աշխարհի էլիտան, մարդիկ, ում նա հետապնդում էր օրվա ընթացքում։
Նրանց առաջնորդը Վազգեն Խաչատրյանը, ում մականունն էր Վազո Երանցի, նստեց առաջին սեղանի մոտ, պատվիրեց կոնյակ։ Ալեքսեյի սիրտը սառեց։ Նա գիտեր, որ եթե Վազոն ճանաչի նրան, ամեն ինչ կավարտվի։ Բայց նա շարունակեց երգել, փորձելով թաքցնել իր դողը։ Երբ նա ավարտեց երգը «Մայրիկ ջան», Վազոն ոտքի ելավ, սկսեց ծափահարել։ Նրա աչքերում արցունքներ կային։ Նա մոտեցավ բեմին, ասաց բարձր ձայնով, որպեսզի բոլորը լսեն. «Ով որ երգում է այսպես, նա ունի հայկական հոգի։ Ես ուզում եմ իմանալ քո անունը, եղբայր»։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա կոկորդը չորանում։ Նա պատասխանեց. «Ալյոշա Սարյան»։ Վազոն ժպտաց, ասաց. «Լավ անուն է։ Դու կերգես իմ հարսանիքում։ Ես կվճարեմ քեզ այնքան, որքան դու երբեք չես տեսել»։ Ալեքսեյը գիտեր, որ չի կարող մերժել։ Մերժելը նշանակում էր վիրավորելը օրենքով գողին, ինչը կարող էր վերջանալ մահով։ Նա համաձայնեց։ Բայց ինչպես կարող էր ոստիկանության գեներալը երգել հանցագործի հարսանիքում։ Ինչպես կարող էր նա ընդունել գումար այն մարդուց, ում նա պետք է ձերբակալեր։ Սա էր այն պահը, երբ Ալեքսեյ Էքիմյանը հասկացավ, որ նա ընկղմված է այնպիսի խաղի մեջ, որտեղից ելք չկա։ Նա ապրում էր երկու կյանք, երկուսն էլ էին իրական։ Օրվա ընթացքում նա ձերբակալում էր գողերին, իսկ գիշերները երգում էր նրանց համար։ Նա էր այն մարդը, ով ստորագրում էր ձերբակալման օրդերները, միաժամանակ այն մարդը, ում երգերը նրանք երգում էին բանտում։ Սա չէր պարզապես կրկնակի կյանք։ Սա էր ինքնաքայքայման դանդաղ ճանապարհ։ Վազո Երանցու հարսանիքը տեղի ունեցավ 1961 թվականի ամռանը, Ցանա լճի ափին գտնվող մի շքեղ դաչայում։ Այնտեղ հավաքված էին ամբողջ Անդրկովկասի հանցավոր աշխարհի ներկայացուցիչները, Թբիլիսիից, Բաքվից, Ռոստովից։ Ալեքսեյը եկավ իր կեղծ անունով, բայց նրա ներսում ամեն ինչ աղաղակում էր։ Նա տեսավ մարդկանց, ում նա հետապնդում էր տարիներ շարունակ, նրանք խմում էին, ծիծաղում, պարում էին, իսկ նա պետք է երգեր նրանց համար։ Երբ նա բարձրացավ բեմ, սկսեց երգել, նա զգաց, թե ինչպես է նրա ձայնը դողում։ Բայց հետո, երբ նա տեսավ, թե ինչպես են այդ կոշտ, դաժան մարդիկ լացում նրա երգի տակ, նա հասկացավ մի բան՝ երգը ավելի հզոր էր, քան ցանկացած զենք։ Նա երգեց ամբողջ գիշեր, հին հայկական երգեր, ռուսական ռոմանսներ, վրացական սիրային երգեր։ Նրա ձայնը լցվում էր այնպիսի ցավով, կարոտով, որ նույնիսկ ամենակոշտ հանցագործները սկսում էին լաց լինել։ Վազոն մոտեցավ նրան, գիշերվա վերջում տվեց նրան ծրար, լի փողով։ «Դու մեծ արտիստ ես, Ալյոշա», ասաց նա։ «Դու պետք է երգես ամբողջ աշխարհի համար, ոչ թե այս փոքրիկ ռեստորաններում»։ Ալեքսեյը վերցրեց փողը, զգաց, թե ինչպես է նրա ձեռքը դողում։ Սա էր արյունի փող։ Սա էր այն գումարը, որը վաստակել էին հանցագործությամբ։ Բայց նա չէր կարող մերժել։ Նրա ընտանիքը կարիք ուներ այդ փողին։ Երբ նա վերադարձավ տուն, նա նստեց իր փոքրիկ սենյակում, նայեց հայելուն։ Ո՞վ էր նա։ Ոստիկան, թե՞։ Երգիչ։ Օրենքի պաշտպանող, թե՞։ Հանցագործների ընկեր։ Նա չգիտեր պատասխանը։ Նա միայն գիտեր, որ չի կարող դադարեցնել երկուսն էլ։ Ոստիկանական աշխատանքը նրան տալիս էր ինքնություն, հարգանք, իսկ երգը իմաստ, ազատություն։ Առանց երկուսից մեկի նա չէր լինի ամբողջական մարդ։ Բայց ինչպես կարող էր նա շարունակել այս կրկնակի կյանքը։ Ինչպես կարող էր նա ապրել այս անընդհատ ստի մեջ։ Հաջորդ օրը, երբ նա վերադարձավ աշխատանքի, նրա ղեկավարը, գնդապետ Պետրոսյանը, կանչեց նրան իր գրասենյակ։ Էքիմյան, ասաց նա, մենք ունենք նոր առաջադրանք։ Վազո Երանցին պետք է ձերբակալել։ Մոսկվան պահանջում է։ Դու կղեկավարես օպերացիան։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է հատակը բացվում նրա ոտքերի տակ։ Նա պետք է ձերբակալեր մարդուն, ում հարսանիքում նա երգել էր երեկ։ Նա պետք է դավաճաներ մարդուն, ով վստահել էր նրան, վճարել էր նրան։ Բայց նա չէր կարող մերժել։ Սա էր նրա պարտքը որպես ոստիկան։ Սա էր նրա երդումը։ Նա սկսեց պլանավորել օպերացիան, բայց նրա ներսում ամեն ինչ ապստամբում էր։ Ինչպես կարող էր նա դա անել։ Ինչպես կարող էր նա նայել Վազոյի աչքերին, երբ նրան ձերբակալեն։ Բայց նա չուներ ընտրություն։ Խորհրդային համակարգում հրամանը չէր քննարկվում։ Եթե նա մերժեր, նա ինքը կդառնար կասկածյալ։
Նրան կհարցաքննեին, կստուգեին նրա անցյալը, ամեն ինչ կբացահայտվեր։ Նրա կրկնակի կյանքը կքանդվեր, նա կկորցներ ամեն ինչ։ Օպերացիան տեղի ունեցավ 1961 թվականի աշնանը։ Ալեքսեյը նրա խումբը շրջափակեցին Վազոյի տունը վաղ առավոտյան։ Երբ նրանք մտան ներս, Վազոն նստած էր սեղանի մոտ խմում էր թեյ։ Նա նայեց Ալեքսեյին ժպտաց։ «Ալյոշա», ասաց նա։ «Դու…» Ալեքսեյը չէր կարող խոսել։ Նա պարզապես ցույց տվեց ձերբակալման օրդերը։ Վազոն կարդաց այն, հետո սկսեց ծիծաղել, դառը, ցավոտ ծիծաղ։ «Ուրեմն դու ոստիկան ես», ասաց նա։ «Դու երգում էիր իմ հարսանիքում, վերցրիր իմ փողը, հիմա ձերբակալում ես ինձ։ Դու լավ դերասան ես, Ալյոշա։ Շատ լավ դերասան»։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա սիրտը պատռվում։ Նա ուզում էր բացատրել, ուզում էր ասել, որ նա չուներ ընտրություն, բայց նա գիտեր, որ ոչ մի բացատրություն չէր կարող արդարացնել այն, ինչ նա արեց։ Նա դավաճանեց մարդուն, ով վստահել էր նրան։ Նա օգտագործեց իր երգը որպես դիմակ, որպեսզի մտնի հանցավոր աշխարհ, հետո դավաճանի նրանց։ Սա չէր պարզապես ոստիկանական օպերացիա։ Սա էր անձնական դավաճանություն։ Վազոն տարվեց բանտ, Ալեքսեյը ստացավ առաջխաղացում։ Նրան շնորհեցին լավագույն օպերատիվ աշխատողի կոչում, բարձրացրին կապիտանի աստիճան։ Բայց նա չէր զգում հաղթանակ։ Նա զգում էր ամոթ։ Նա գիտեր, որ լուրը կտարածվի հանցավոր աշխարհում։ Բոլորը կիմանան, որ Ալյոշա Սարյանը իրականում լեյտենանտ Էքիմյանն է։ Նա այլևս չէր կարող երգել ռեստորաններում։ Նա այլևս չէր կարող ունենալ իր երկրորդ կյանքը։ Կամ այդպես էր նա կարծում։ Բայց մի ամիս անց պատահեց մի բան անսպասելի։ Նրան զանգահարեց անծանոթ մարդ, ասաց. «Լեյտենանտ Էքիմյան, ես լսել եմ, որ դուք երգում եք։ Ես ուզում եմ առաջարկել ձեզ գործարք։ Մենք ունենք ստուդիա, որտեղ ձայնագրում ենք երգեր ստորգետնյա շուկայի համար։ Ձեր ձայնը կարող է վաստակել շատ փող։ Եվ ոչ ոք չպետք է իմանա ձեր իսկական անունը»։ Ալեքսեյը հասկացավ, որ սա էր նոր հնարավորություն։ Խորհրդային Միությունում գոյություն ուներ հսկայական ստորգետնյա երաժշտական շուկա։ Մարդիկ ձայնագրում էին երգեր մագնիսաֆոնային ժապավենների վրա, վաճառում էին դրանք ձեռքից ձեռք։ Սա էր անօրինական բիզնես, բայց այն էր միակ ճանապարհը, որով երգիչները կարող էին հասնել լսարանին առանց պետական գրաքննության։ Ալեքսեյը համաձայնեց։ Նա սկսեց ձայնագրել երգեր ստորգետնյա ստուդիաներում, օգտագործելով տարբեր կեղծ անուններ։ Նրա ձայնը տարածվեց ամբողջ Խորհրդային Միության տարածքում, Մոսկվայից մինչ Վլադիվոստոկ։ Մարդիկ լսում էին նրա երգերը, չգիտեին, որ հեղինակը ոստիկանության գեներալն է։ Բանտարկյալները երգում էին նրա երգերը բանտերում, չգիտակցելով, որ հեղինակը նույն մարդն է, ով նրանց ձերբակալել էր։ Սա էր ամենամեծ իրոնիան։ Սա էր ամենամեծ պարադոքսը։ Բայց ինչպիսին էր այդ երգերի բովանդակությունը։ Ինչու էին դրանք այդքան սիրված հանցավոր աշխարհում։ Պատասխանը պարզ էր։ Ալեքսեյ Էքիմյանը գրում էր երգեր, որոնք խոսում էին այն զգացմունքների մասին, որոնք նա ինքը ապրում էր։ Նա գրում էր կորստի, դավաճանության, մեղքի փրկության մասին։ Նրա երգերը էին ոչ թե հանցագործների օրհներգերը, այլ մարդկային հոգու աղաղակները։ Դրանք էին երգեր այն մարդկանց համար, ովքեր ապրում էին երկու աշխարհների մեջ, ովքեր ստիպված էին ընտրել ճանապարհ, որը նրանք չէին ուզում։ Մի օր, երբ նա նստած էր իր գրասենյակում, ստորագրում էր ձերբակալման օրդերներ, նրա օգնականը բերեց նրան մագնիսաֆոնային ժապավեն։ «Ընկեր կապիտան», ասաց նա, «մենք առգրավեցինք սա մի բանտարկյալից։ Նա ասում է, որ սա նրա սիրելի երգն է»։ Ալեքսեյը միացրեց ժապավենը, լսեց իր սեփական ձայնը, երգում էր «Մայրիկ ջան»։ Սա էր այն երգը, որը նա երգել էր Վազո երանցու հարսանիքում։ Նա զգաց, թե ինչպես է նրա կոկորդը սեղմվում։ Նա ստեղծել էր մի բան, որը ապրում էր իր սեփական կյանքից անկախ։ Նրա երգերը դարձել էին մարդկանց սեփականությունը, նա այլևս չէր կարող վերահսկել դրանք։ Բայց ով էր այդ բանտարկյալը, ով այդքան սիրում էր նրա երգը։ Ալեքսեյը պահանջեց բերել նրան իր գրասենյակ։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ երիտասարդ տղամարդու, ում նա ճանաչեց։ Սա էր Արամ Խաչատրյանը, Վազո երանցու եղբորորդին։ Տղան նայեց Ալեքսեյին, ասաց. «Դուք ձերբակալեցիք իմ հորեղբորը։
Բայց ես դեռ երգում եմ ձեր երգերը, որովհետև դրանք խոսում են ճշմարտությունը։ Դուք կարող եք լինել ոստիկան, բայց ձեր երգերը ունեն հոգի։ Ալեքսեյը չգիտեր, թե ինչ պատասխանել։ Ինչպես կարող էր այս տղան, ում ընտանիքը նա ոչնչացրել էր, դեռ հարգել նրա արվեստը։ Արամը շարունակեց. Իմ հորեղբայրը ասաց ինձ, որ դուք լավ դերասան եք։ Բայց ես կարծում եմ, որ նա սխալվեց։ Դուք ոչ թե դերասան եք։ Դուք ապրում եք երկու կյանք, երկուսն էլ իրական են։ Դուք ոստիկան եք, որովհետև դուք հավատում եք օրենքին։ Եվ դուք երգիչ եք, որովհետև դուք հավատում եք ճշմարտությանը։ Բայց ինչ եք անելու, երբ օրենքը ճշմարտությունը հակասում են միմյանց։ Սա էր այն հարցը, որը Ալեքսեյը վախենում էր տալ իր ինքն իրեն։ Ինչ էր նա անելու, երբ նրա երկու կյանքերը բախվեին միմյանց։ Ինչ էր նա ընտրելու, պարտքը, թե ճշմարտությունը։ Երբ Արամ Խաչատրյանը դուրս եկավ Ալեքսեյի գրասենյակից, կապիտանը բացեց իր գրասեղանի ստորին դարակը, հանեց փոքրիկ տետրակ, կապված մաշված կաշվով։ Այս տետրակի էջերում գրված էին բոլոր այն երգերի տեքստերը, որոնք նա երբեք ստեղծել էր, սկսած 14 տարեկանից։ Նա բացեց պատահական էջ, կարդաց իր սեփական տողերը. Ես ապրում եմ երկու աշխարհում, երկուսում էլ ես օտար եմ։ Այս տողերը նա գրել էր 1959 թվականին, երբ դեռ կուրսանտ էր, բայց դրանք այսօր էլ ավելի ճշմարիտ էին, քան երբևէ։ Նա փակեց տետրակը, նայեց պատուհանից դեպի Երանի փողոցները, որտեղ մարդիկ շարունակում էին իրենց սովորական կյանքը, չգիտակցելով, որ նրանց քաղաքում ապրում է մարդ, ով միաժամանակ է նրանց պաշտպանիչը, նրանց խաբեբան։ Բայց ամենավտանգավորը դեռ առջում էր։ Այդ երեկո նրան զանգահարեց անծանոթ կին, ձայնը դողալով հուզմունքից։ Ընկեր կապիտան, ասաց նա, ես պետք է հանդիպեմ ձեզ հետ։ Ես ունեմ տեղեկություններ, որոնք կփոխեն ամեն ինչ։ Բայց ոչ հեռախոսով։ Եկեք հանդիպենք Կասկադի մոտ, գիշերվա ժամը 11-ին։ Ալեքսեյը գիտեր, որ սա կարող էր լինել որոգայթ, բայց նա չէր կարող անտեսել։ Նա համաձայնեց։ Գիշերվա ժամը 11-ին Ալեքսեյը կանգնած էր Կասկադի աստիճանների մոտ, նայելով քաղաքի լույսերին, որոնք փայլում էին ստոր։ Հանկարծ նա լսեց կոշիկների ձայնը իր հետում։ Նա շրջվեց, տեսավ կին, մոտավորապես 40 տարեկան, հագած թիկնոց գլխին շարֆ։ Նա մոտեցավ նրան, հանեց շարֆը։ Ալեքսեյը ճանաչեց նրան անմիջապես։ Սա էր Լուսինե Սարգսյանը, հայտնի օպերային երգչուհի, ով երգում էր Երանի օպերային թատրոնում։ Բայց ինչու՞ էր նա ուզում հանդիպել նրան այսպիսի գաղտնիությամբ։ Լուսինեն նայեց նրա աչքերին, ասաց. Ես գիտեմ ձեր գաղտնիքը, Ալեքսեյ Սերգեյիչ։ Ես գիտեմ, որ դուք Ալյոշա Սարյանն եք։ Ես լսել եմ ձեր ձայնը ստորգետնյա ձայնագրություններում, ես անմիջապես ճանաչեցի։ Դուք ունեք եզակի տեմբր, որը հնարավոր չէ թաքցնել։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա արյունը սառում։ Եթե պրոֆեսիոնալ երգչուհին ճանաչել էր նրա ձայնը, ուրեմն ուրիշներն էլ կարող էին ճանաչել։ Նրա գաղտնիքը այլս անվտանգ չէր։ Լուսինեն շարունակեց. Բայց ես չեմ եկել ձեզ սպառնալու։ Ես եկել եմ առաջարկ անելու։ Ես ուզում եմ, որ դուք գրեք երգեր ինձ համար։ Ոչ թե ստորգետնյա շուկայի համար, այլ իսկական կոնցերտների համար։ Ես կարող եմ ձեզ ներկայացնել Մոսկվայի մարդկանց, ովքեր կարող են դարձնել ձեզ հայտնի կոմպոզիտոր։ Բայց դուք պետք է ընտրեք կամ ոստիկանությունը, կամ երաժշտությունը։ Դուք չեք կարող ունենալ երկուսն էլ։ Ալեքսեյը լռեց երկար ժամանակ։ Սա էր այն առաջարկը, որի մասին նա երազել էր ամբողջ կյանքը։ Հնարավորություն դառնալ իսկական կոմպոզիտոր, ճանաչում ստանալ իր իսկական անունով, ոչ թե կեղծ անուններով։ Բայց սա նշանակում էր թողնել ամեն ինչ, ինչ նա կառուցել էր տարիների ընթացքում, իր կարիերան, իր պաշտոնը, իր ինքնությունը որպես ոստիկան։ Սա նշանակում էր դավաճանել իր հոր հիշատակին, ով մահացել էր ծառայության ժամանակ։ Նա նայեց Լուսինեի աչքերին, տեսավ նրանց մեջ անկեղծություն, հույս։ Նա հասկացավ, որ այս կինը իսկապես հավատում էր նրա տաղանդին։ Բայց նա գիտեր, որ եթե նա թողնի ոստիկանությունը, նա կկորցնի ոչ միայն իր աշխատանքը, այլ իր սոցիալական կարգավիճակը, իր բնակարանը, իր ապահովագրությունը։ Խորհրդային համակարգում երաժիշտների կյանքը անկայուն էր։ Նրանք կախված էին պետական գրաքննությունից, պարտիայի որոշումներից, անհատական հովանավորներից։ Մի սխալ քայլ, մի սխալ երգ, նրանք կարող էին կորցնել ամեն ինչ։ Ալեքսեյը չէր կարող ռիսկի դիմել։
Նա ուներ ընտանիք, մայր, քույր, նա պատասխանատու էր նրանց համար։ Նա պատասխանեց. Լուսինե, ես շնորհակալ եմ ձեր առաջարկի համար, բայց ես չեմ կարող թողնել ոստիկանությունը։ Սա ոչ միայն աշխատանք է ինձ համար։ Սա իմ պարտքն է, իմ երդումը։ Բայց ես կշարունակեմ գրել երգեր, եթե դուք ուզում եք, ես կարող եմ գրել ձեզ համար։ Բայց միայն գաղտնի։ Լուսինեն ժպտաց դառնորեն։ Դուք վախենում եք, Ալեքսեյ Սերգեյիչ, ասաց նա։ Դուք վախենում եք ապրել ձեր իսկական կյանքը։ Դուք թաքնվում եք ձեր համազգեստի հետում, որովհետև այն ձեզ պաշտպանություն է տալիս։ Բայց ինչ է պատահելու, երբ այդ համազգեստը այլևս չի կարողանա ձեզ պաշտպանել։ Ինչ եք անելու, երբ ձեր երկու կյանքերը բախվեն միմյանց այնպես, որ դուք չեք կարողանա խուսափել ընտրությունից։ Նա դարձավ սկսեց հեռանալ, բայց հետո կանգ առավ ասաց, առանց շրջվելու. Ես կսպասեմ ձեզ, Ալեքսեյ Սերգեյիչ։ Երբ դուք պատրաստ լինեք դադարեցնել վախենալը, գտեք ինձ։ Բայց մի ուշացեք շատ։ Կյանքը կարճ է, տաղանդը չի սպասում։ Ալեքսեյը կանգնած մնաց կասկադի աստիճանների մոտ, նայելով նրա հեռացող ուրվագծին, մինչ այն անհետացավ խավարի մեջ։ Նա զգաց, թե ինչպես է նրա կրծքավանդակում ծանր քար։ Լուսինեն ճիշտ էր ասում։ Նա վախենում էր։ Նա վախենում էր ապրել իր իսկական կյանքը, որովհետև իսկական կյանքը նշանակում էր ընտրություն, ընտրությունը նշանակում էր զոհաբերություն։ Նա չէր պատրաստ զոհաբերել ոչ մեկը։ Նա ուզում էր ունենալ երկուսն էլ՝ ապահովությունը, ազատությունը, պարտքը, կրքը։ Բայց կյանքը չի տալիս երկուսն էլ։ Կյանքը պահանջում է ընտրություն։ Եվ Ալեքսեյը գիտեր, որ շուտ թե ուշ նա պետք է ընտրի։ Բայց որ օրը կգա այդ պահը։ Երբ կբախվեն նրա երկու կյանքերը այնպես, որ նա չի կարողանա խուսափել։ Պատասխանը եկավ ավելի շուտ, քան նա սպասում էր։ 1962 թվականի ձմռանը, երբ Երանը ծածկված էր ձյունով, Ալեքսեյը ստացավ հրաման Մոսկվայից։ Կենտրոնական կոմիտեն որոշել էր սկսել լայնածավալ օպերացիա ստորգետնյա երաժշտական շուկայի դեմ։ Նրանք համարում էին, որ ստորգետնյա ձայնագրությունները քայքայում են խորհրդային երիտասարդությունը, տարածում են արմատյան քայքայիչ գաղափարներ։ Ալեքսեյին հանձնարարվեց ղեկավարել այս օպերացիան Երանում։ Նա պետք է գտներ բոլոր ստորգետնյա ստուդիաները, ձերբակալեր կազմակերպիչներին, ոչնչացներ բոլոր ձայնագրությունները։ Երբ նա կարդաց այս հրամանը, նա հասկացավ, որ նա պետք է ոչնչացներ իր սեփական ստեղծագործությունները։ Նա պետք է ձերբակալեր մարդկանց, ովքեր օգնել էին նրան տարածել իր երգերը։ Նա պետք է դավաճաներ իր երկրորդ կյանքին։ Նա փորձեց մերժել, բայց նրա ղեկավարը, արդեն գնդապետ Պետրոսյանը, ասաց նրան. Էքիմյան, սա ոչ թե խնդրանք է։ Սա հրա է Մոսկվայից։ Եթե դուք մերժեք, դուք ինքներդ կդառնաք կասկածյալ։ Նրանք կսկսեն հետաքննել ձեր անցյալը, ով գիտե, ինչ կգտնեն։ Սա էր բացահայտ սպառնալիք։ Ալեքսեյը հասկացավ, որ եթե նա մերժի, նրանք կսկսեն ստուգել նրա կապերը, շուտ թե ուշ կբացահայտեն, որ նա ինքը եղել է ստորգետնյա երաժշտության մաս։ Նա կորցներ ամեն ինչ, իր աշխատանքը, իր ազատությունը, հավանաբար նույնիսկ իր կյանքը։ Նա չուներ ընտրություն։ Նա պետք է կատարեր հրամանը։ Օպերացիան սկսվեց հունվարի սառը առավոտյան։ Ալեքսեյը նրա խումբը շրջափակեցին առաջին ստորգետնյա ստուդիան, գտնվող Կոնդի թաղամասի մի հին շենքի ստորգետնյա հարկում։ Երբ նրանք մտան ներս, նրանք տեսան 3 տղամարդու, ովքեր ձայնագրում էին երգ հին մագնիսաֆոնի վրա։ Ալեքսեյը ճանաչեց նրանցից մեկին։ Սա էր Գորգ Մանուկյանը, տեխնիկ, ով ձայնագրել էր Ալեքսեյի բազմաթիվ երգեր։ Գորգը նայեց Ալեքսեյին, նրա աչքերում երազ ճանաչողություն, հետո դառնություն։ Նա չասաց ոչինչ, պարզապես բարձրացրեց ձեռքերը։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա ստամոքսը ոլորվում։ Նա պետք է ձերբակալեր մարդուն, ով օգնել էր նրան իրականացնել իր երազանքը։ Նրանք առգրավեցին բոլոր սարքավորումները, հարյուրավոր մագնիսաֆոնային ժապավեններ։ Ալեքսեյը նայեց այդ ժապավենների վրա գրված անուններին, տեսավ իր սեփական կեղծ անունները՝ Ալյոշա Սարյան, Սերյոժա Արմենակյան, Արտյոմ Գրիգորյան։ Սրանք էին այն անունները, որոնց տակ նա ապրել էր իր երկրորդ կյանքը։ Եվ հիմա նա պետք է ոչնչացներ դրանք։ Նրա ղեկավարը հրամայեց այրել բոլոր ժապավենները։ Ալեքսեյը նայեց, թե ինչպես են նրա երգերը վերածվում մոխրի, զգաց, թե ինչպես է նրա հոգու մի մասը մահանում։ Սա չէր պարզապես ձայնագրությունների ոչնչացում։
Սա էր նրա ինքնության ոչնչացում։ Բայց ամենավատը դեռ առջում էր։ Երբ նրանք հարցաքննում էին Գորգ Մանուկյանին, տեխնիկը ասաց. «Ընկեր կապիտան, ես գիտեմ, որ դուք պարզապես կատարում եք ձեր պարտքը։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք մի բան։ Այն երգերը, որոնք մենք ձայնագրում էինք, դրանք չէին պարզապես ժամանց։ Դրանք էին միակ բանը, որը տալիս էր մարդկանց հույս։ Երբ բանտարկյալները լսում էին այդ երգերը, նրանք զգում էին, որ նրանք ոչ միայնակ են։ Երբ աշխատավորները լսում էին դրանք գործարաններում, նրանք մոռանում էին իրենց ցավը։ Դուք ոչնչացնում եք ոչ թե ապօրինի բիզնես։ Դուք ոչնչացնում եք մարդկանց հոգին»։ Ալեքսեյը չէր կարող նայել նրա աչքերին։ Նա գիտեր, որ Գորգը ճիշտ էր ասում։ Բայց նա չէր կարող դադարեցնել։ Նա պետք է շարունակեր։ Օպերացիան տեց 3 ամիս։ Նրանք փակեցին 17 ստորգետնյա ստուդիա, ձերբակալեցին 56 մարդու, ոչնչացրեցին հազարավոր ձայնագրություններ։ Ալեքսեյը ստացավ մեդալ առաջխաղացում մայորի աստիճան։ Բայց նա չզգաց հաղթանակ։ Նա զգաց դատարկություն։ Նա ոչնչացրել էր իր սեփական ստեղծագործությունները, դավաճանել էր մարդկանց, ովքեր վստահել էին նրան, ամենակարևորը, նա կորցրել էր իր երկրորդ կյանքը։ Նա այլևս չէր կարող ձայնագրել երգեր։ Ստորգետնյա շուկան ոչնչացված էր, նա ինքը եղել էր դրա ոչնչացողը։ Մի գիշեր, երբ նա նստած էր իր բնակարանում խմում էր կոնյակ, նրան այցելեց Լուսինե Սարգսյանը։ Նա մտավ առանց թակելու, նստեց նրա դիմաց։ «Ես լսեցի, թե ինչ արեցիք», ասաց նա։ «Դուք ոչնչացրիք ամբողջ ստորգետնյա երաժշտական շարժումը։ Դուք ձերբակալեցիք մարդկանց, ովքեր միակ մեղքն էր, որ ուզում էին լսել իսկական երաժշտություն։ Եվ ամենավատը, դուք ոչնչացրիք ձեր սեփական երգերը»։ Ալեքսեյը նայեց նրան, տեսավ նրա աչքերում արամարանք։ Նա ուզում էր բացատրել, ուզում էր ասել, որ նա չուներ ընտրություն, բայց նա գիտեր, որ ոչ մի բացատրություն չէր կարող արդարացնել այն, ինչ նա արեց։ Լուսինեն շարունակեց. «Բայց ես եկել եմ ասելու ձեզ մի բան։ Դուք չեք կարող ոչնչացնել երաժշտությունը։ Ձեր երգերը դեռ ապրում են մարդկանց հիշողության մեջ։ Նրանք դեռ երգում են դրանք, թե ձայնագրությունները այրված են։ Դուք կարող եք ոչնչացնել ժապավենները, բայց դուք չեք կարող ոչնչացնել հոգին»։ Նա ոտքի ելավ, ուզում էր հեռանալ, բայց Ալեքսեյը բռնեց նրա ձեռքը։ «Լուսինե», ասաց նա, «ես գիտեմ, որ ես սխալվեցի։ Ես գիտեմ, որ ես դավաճանեցի ամեն ինչին, ինչը սիրում էի։ Բայց ես չգիտեմ, թե ինչպես ապրել այս ցավի հետ։ Ինչպես կարող եմ ես շարունակել, երբ ես ոչնչացրել եմ իմ սեփական հոգին»։ Լուսինեն նայեց նրա աչքերին, նրա դեմքը փափկացավ։ «Դուք կարող եք շարունակել, որովհետև դուք դեռ ունեք ձեր տաղանդը», ասաց նա։ «Ձայնագրությունները կարող են ոչնչացված լինել, բայց ձեր ունակությունը գրել երգեր դեռ ձեզ հետ է։ Եվ եթե դուք իսկապես ուզում եք փրկվել, դուք պետք է օգտագործեք այդ տաղանդը ոչ թե թաքնվելու համար, այլ ճշմարտությունը ասելու համար»։ Ալեքսեյը հասկացավ, որ նա ճիշտ էր ասում։ Նա չէր կարող վերադարձնել անցյալը, չէր կարող փրկել այն մարդկանց, ում նա դավաճանել էր։ Բայց նա կարող էր փոխել ապագան։ Նա կարող էր օգտագործել իր դիրքը որպես ոստիկան, որպեսզի պաշտպանի երաժիշտներին, ոչ թե հետապնդի նրանց։ Նա կարող էր գրել երգեր, որոնք կխոսեին ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր ռիսկի դիմել։ Բայց ամենակարևորը, նա պետք է դադարեցներ ապրել կրկնակի կյանք։ Նա պետք է ընտրեր, ով է նա իսկապես։ Ոստիկան, թե երգիչ։ Օրենքի պաշտպանող, թե արվեստի ծառա։ Կամ, հավանաբար, նա կարող էր լինել երկուսն էլ, բայց այլ կերպ, ոչ թե թաքնվելով, այլ բաց ու ազնիվ։ Բայց ինչպես կարող էր նա դա անել խորհրդային համակարգում, որտեղ ամեն ինչ վերահսկվում էր, որտեղ ամեն քայլ հետվում էր, որտեղ ամեն խոսք կարող էր դառնալ մեղադրանք։ Պատասխանը եկավ անսպասելի կողմից։ 1963 թվականի գարնանը, երբ Ստալինը մահացավ, սկսվեց ձուլումը, Ալեքսեյը ստացավ նոր նշանակում։ Նրան տեղափոխեցին Մոսկվա, աշխատելու ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում։ Սա էր հսկայական առաջխաղացում, բայց միաժամանակ նա նոր վտանգ։ Մոսկվայում ամեն ինչ ավելի խիստ էր, ավելի վերահսկվող, ավելի վտանգավոր։ Բայց Մոսկվան նա առաջարկում էր նոր հնարավորություններ։ Այնտեղ գտնվում էին լավագույն երաժիշտները, լավագույն կոմպոզիտորները, լավագույն թատրոնները։
Եթե Ալեքսեյը ուզում էր իսկապես դառնալ մեծ կոմպոզիտոր, նա պետք է գնար Մոսկվա։ Նա հրաժեշտ տվեց Երանին, քաղաքին, որտեղ նա ծնվել էր, որտեղ նա սովորել էր երգել, որտեղ նա ապրել էր իր երկու կյանքերը։ Նա հրաժեշտ տվեց Լուսինե Սարգսյանին, ով խոստացավ, որ կշարունակի երգել նրա երգերը, նույնիսկ եթե նա չլինի այնտեղ։ Եվ նա հրաժեշտ տվեց իր անցյալին, Ալյոշա Սարյանին, ով մահացել էր այն օրը, երբ Ալեքսեյ Էքիմյանը ոչնչացրեց ստորգետնյա ստուդիաները։ Բայց նա չէր հրաժեշտ տալիս իր երգերին։ Նրանք դեռ ապրում էին նրա ներսում, սպասելով պահի, երբ նրանք կարող են նորից ազատ արձակվել։ Եվ այդ պահը, Ալեքսեյը գիտեր, շուտով կգար։ Որովհետև Մոսկվայում նրան սպասում էր ամենամեծ փորձությունը, հանդիպում այն մարդու հետ, ով կփոխեր նրա ճակատագիրը ընդմիշտ։ Բայց ո՞վ էր այդ մարդը։ Ինչպիսին էր այն հանդիպումը, որը կփոխեր ամեն ինչ։ Եվ ամենակարևորը, արդյոք Ալեքսեյ Էքիմյանը պատրաստ էր վերջապես ընտրել իր իսկական ճանապարհը, թե՞ նա կշարունակեր թաքնվել իր համազգեստի հետում մինչ կյանքի վերջ։ Մոսկվան ընդունեց Ալեքսեյ Էքիմյանին ձմեռային սառնամանիքով անտարբերությամբ, որը բնորոշ էր մայրաքաղաքին։ Նրան տրամադրեցին փոքրիկ սենյակ կոմունալ բնակարանում Արբատի մոտ, որտեղ նա բաժանում էր խոհանոցն ու լոգարանը 5 այլ ընտանիքների հետ։ Նրա նոր աշխատանքը Լուբյանկայում, ներքին գործերի նախարարության հսկայական շենքում, որը սարսափ էր ներշնչում բոլոր խորհրդային քաղաքացիներին։ Այստեղ, այս մութ միջանցքներում անվերջ գրասենյակներում, որոշվում էին մարդկանց ճակատագրերը, ով կապրի, ով կանհետանա գիշերվա խավարում։ Ալեքսեյին նշանակեցին մշակութային հաստատությունների վերահսկման բաժին, որտեղ նրա պարտականությունն էր հետել երաժիշտներին, գրողներին, արտիստներին, համոզվելու համար, որ նրանք չեն շեղվում պարտիայի գծից։ Սա էր իրոնիայի գագաթնակետը, մարդը, ով ինքը երգել էր ստորգետնյա ռեստորաններում, հիմա պետք է հետապնդեր այլ երաժիշտների, ովքեր փորձում էին անել նույնը։ Առաջին ամիսները նա ապրեց մեխանիկական կյանքով, առավոտյան գնում էր աշխատանքի, կարդում էր զեկույցներ, ստորագրում էր փաստաթղթեր, երեկոները վերադառնում էր իր սառը սենյակ, նստում էր պատուհանի մոտ, նայելով Մոսկվայի ձյունածածկ տանիքներին։ Նա չէր երգում, չէր գրում երգեր, չէր նույնիսկ շոշափում իր հին տետրակը, որը թաքցրել էր իր ճամպրուկի ներքում։ Նա փորձում էր սպանել իր ներսում գտնվող երաժիշտին, փորձում էր դառնալ միայն ոստիկան, միայն պարտականության մարդ։ Բայց երաժշտությունը չէր թողնում նրան։ Գիշերները նա տեսնում էր երազներ, որտեղ նա երգում էր հսկայական բեմերի վրա, իսկ հազարավոր մարդիկ ծափահարում էին նրան։ Նա արթնանում էր արցունքներով աչքերում, հասկանում էր, որ նա չի կարող փախչել իր ինքնությունից։ 1964 թվականի մարտին, երբ Մոսկվան դեռ ծածկված էր ձյունով, Ալեքսեյին հանձնարարեցին հետել մի խմբի, որը կազմակերպում էր անօրինական կոնցերտներ մասնավոր բնակարաններում։ Այս կոնցերտները, որոնք կոչվում էին քվարտիրնիկներ, դարձել էին ժողովրդական ելույթ Մոսկվայի ինտելիգենցիայի շրջանում։ Մարդիկ հավաքվում էին ինչ-որ մեկի բնակարանում, երաժիշտները կատարում էին երգեր, որոնք երբեք չէին հնչի պաշտոնական բեմերի վրա, արգելված բանաստեղծների տեքստերով, արմատյան մեղեդիներով, անկեղծ զգացմունքներով։ Ալեքսեյը պետք է ներթափանցեր այս միջավայր, գտներ կազմակերպիչներին, դադարեցներ այս հակախորհրդային գործունեությունը։ Նա սկսեց հետաքննությունը, շուտով իմացավ, որ այս կոնցերտների հիմնական կազմակերպիչը կին էր, Աննա Վլադիմիրովնա Կարավայա, 35 տարեկան բանաստեղծուհի, ով ապրում էր Պատրիարշիե Պրուդիի մոտ գտնվող հին բնակարանում։ Նրա բնակարանը դարձել էր Մոսկվայի ստեղծագործական ինտելիգենցիայի հավաքավայր, այնտեղ գալիս էին բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ, ովքեր չէին համաձայնվում պաշտոնական արվեստի սահմանափակումների հետ։ Ալեքսեյը որոշեց անձամբ այցելել մի այսպիսի կոնցերտ, որպես պատահական հյուր, որպեսզի տեսնի, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ։ Մի ապրիլյան երեկո, երբ Մոսկվան վերջապես սկսում էր ազատվել ձմեռից, Ալեքսեյը զանգեց Աննա Կարավայայի բնակարանի դռանը։ Դուռը բացեց բարակ, բարձրահասակ կին, երկար սմազերով, խորը կապույտ աչքերով, որոնք կարծես տեսնում էին մարդու հոգու խորքերը։ «Դուք նոր եք», ասաց նա, ուսումնասիրելով նրա դեմքը։ «Ես չեմ տեսել ձեզ մեր հավաքներում»։ Ալեքսեյը ներկայացավ կեղծ անունով, Ալեքսանդր Սերգեյիչ Բելով, ասելով, որ նա ինժեներ է, լսել է այս կոնցերտների մասին իր ընկերներից։ Աննան նայեց նրան կասկածանքով, բայց հետո ժպտաց հրավիրեց ներս։ «Մտեք», ասաց նա։ «Բայց հիշեք, այստեղ մենք չենք խաղում դերեր։ Այստեղ մենք ենք մենք ինքներս»։ Բնակարանը լի էր մարդկանցով, մոտավորապես 20 հոգի, ովքեր նստած էին հատակին, բարձերի վրա, պատուհանների շեմքերին։
Օդը հոտոտում էր ծխախոտով, թեյով ինչ-որ անբացատրելի հուզմունքով։ Ալեքսեյը նստեց անկյունում, սկսեց դիտել։ Կոնցերտը սկսվեց երիտասարդ տղայի, մոտավորապես 20 տարեկան, ով վերցրեց կիթառ, սկսեց երգել։ Նրա ձայնը դողում էր, բայց նրա երգի տեքստը այնքան անկեղծ էր, այնքան լի ցավով հույսով, որ ամբողջ սենյակը լռեց։ Նա երգում էր ազատության մասին, երազանքների մասին, որոնք չեն իրականանում, սիրո մասին, որը չի կարող գոյություն ունենալ այս համակարգում։ Երբ նա ավարտեց, սենյակը պայթեց ծափահարություններից։ Հետո բարձրացավ Աննա Կարավայան, կարդաց իր բանաստեղծությունները։ Նրա խոսքերը էին սուր, ինչպես դանակներ, անկեղծ, ինչպես աղոթքներ։ Նա խոսում էր այն մասին, թե ինչպես է համակարգը ճզմում մարդկանց հոգին, ինչպես է այն ստիպում նրանց ապրել կեղծ կյանքով, ինչպես է այն սպանում նրանց ներսում գտնվող արտիստին։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է յուրաքանչյուր նրա խոսք խոցում նրա սիրտը։ Նա հասկացավ, որ այս կինը խոսում էր նրա մասին, նրա կյանքի մասին, նրա ցավի մասին։ Նա ուզում էր ոտքի ելնել, աղաղակել. Այո, ես եմ այդ մարդը։ Ես եմ նա, ով ապրում է կեղծ կյանքով։ Ես եմ նա, ով սպանել է իր ներսում գտնվող արտիստին։ Բայց նա մնաց նստած, լռեց։ Երբ կոնցերտը ավարտվեց, Աննան մոտեցավ նրան, նստեց նրա կողքին։ Ձեզ դուր եկավ, հարցրեց նա։ Ալեքսեյը գլուխ շարժեց։ Այո, ասաց նա։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչու եք դուք ռիսկի դիմում։ Դուք գիտեք, որ սա վտանգավոր է։ Եթե իշխանությունները իմանան, դուք բոլորդ կարող եք հայտնվել բանտում։ Աննան ժպտաց։ Իհարկե, մենք գիտենք, ասաց նա։ Բայց մենք չենք կարող այլ կերպ ապրել։ Եթե մենք չերգենք, եթե մենք չգրենք, եթե մենք չասենք ճշմարտությունը, ապա մենք չենք ապրում։ Մենք պարզապես գոյություն ունենք։ Եվ գոյություն ունենալը բավարար չէ։ Ալեքսեյը նայեց նրա աչքերին, տեսավ այնտեղ այնպիսի ուժ, համոզվածություն, որը նա երբեք չէր տեսել ուրիշ մարդու մոտ։ Նա հասկացավ, որ այս կինը ապրում էր այնպես, ինչպես նա երազել էր ապրել, առանց վախի, առանց կեղծիքի, առանց կոմպրոմիսների։ Եվ այդ պահին նա ուզեց ասել նրան ճշմարտությունը, ով է նա իսկապես, ինչու է նա այստեղ, ինչ է նա զգում։ Բայց նա չէր կարող։ Նա դեռ էր ոստիկան, դեռ էր կատարում իր պարտքը, դեռ էր ապրում կեղծ կյանքով։ Նա ասաց. Ես պետք է գնամ։ Աննան գլուխ շարժեց։ Եկեք նորից, ասաց նա։ Մենք հավաքվում ենք ամեն շաբաթ։ Ալեքսեյը վերադարձավ իր սենյակ, նստեց իր գրասեղանի մոտ։ Նա պետք է գրեր զեկույց այն մասին, ինչ տեսել էր, պետք է անուններ տար, պետք է առաջարկեր միջոցներ այս հակախորհրդային գործունեությունը դադարեցնելու համար։ Բայց նա չէր կարող։ Նա վերցրեց թուղթ, սկսեց գրել, բայց նրա ձեռքը չէր հնազանդվում։ Փոխարենը նա բացեց իր հին տետրակը, սկսեց գրել երգ։ Խոսքերը հոսում էին նրանից ինչպես գետ, ես ապրում եմ երկու աշխարհում, երկուսում էլ ես օտար եմ։ Ես փնտրում եմ ճանապարհ դեպի լույս, բայց գտնում եմ միայն խավար։ Նա գրեց ամբողջ գիշեր, երբ առը ծագեց, նա ուներ նոր երգ, ամենաանկեղծ երգը, որը նա երբեք գրել էր։ Հաջորդ շաբաթ նա նորից գնաց Աննա Կարավայայի բնակարան։ Այս անգամ նա տարավ իր կիթառը, հին գործիք, որը նա չէր շոշափել ամիսներ շարունակ։ Երբ եկավ նրա հերթը կատարելու, նա բարձրացավ, ասաց. Ես ուզում եմ երգել ձեզ համար մի երգ, որը գրել եմ այս շաբաթ։ Նա սկսեց երգել, նրա ձայնը լցվեց այնպիսի ցավով, կարոտով, որ ամբողջ սենյակը սառեց։ Նա երգում էր իր կյանքի մասին, իր կրկնակի գոյության մասին, իր դավաճանությունների մասին, իր փրկության փնտրտուքի մասին։ Երբ նա ավարտեց, սենյակում լռություն էր։ Հետո Աննան սկսեց ծափահարել, մյուսները միացան նրան։ Կոնցերտից հետո Աննան մոտեցավ նրան։ Ո՞վ եք դուք իսկապես, Ալեքսանդր Սերգեյիչ, հարցրեց նա։ Ձեր երգը չէր սովորական մարդու երգ։ Դուք ունեք պրոֆեսիոնալ ձայն, պրոֆեսիոնալ տեխնիկա։ Եվ ձեր տեքստը այն խոսում է փորձառության մասին, որը սովորական ինժեները չի կարող ունենալ։ Ալեքսեյը հասկացավ, որ նա չի կարող ավելի երկար ստել։ Այս կինը տեսնում էր նրա միջով։ Նա ասաց. Ես չեմ կարող ասել ձեզ, թե ով եմ ես։ Բայց ես կարող եմ ասել, որ ես ապրել եմ կրկնակի կյանք ամբողջ իմ գոյության ընթացքում։ Եվ ես հոգնել եմ դրանից։ Աննան նայեց նրա աչքերին։ Ես հասկանում եմ, ասաց նա։ Բայց դուք պետք է իմանաք մի բան։
Այստեղ, այս սենյակում, դուք կարող եք լինել ինքներդ ձեզ։ Այստեղ ոչ ոք չի դատում ձեզ ձեր անցյալի համար։ Այստեղ կարող է միայն այն, ինչ դուք ստեղծում եք հիմա։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա կրծքավանդակում ինչ-որ բան փխրվում։ Առաջին անգամ իր կյանքում նա զգաց, որ նա գտել է տեղ, որտեղ նա կարող է լինել ինքը ինքն իրեն։ Բայց միաժամանակ նա գիտեր, որ սա էր ամենավտանգավոր բանը, որը նա կարող էր անել։ Նա էր ոստիկան, ով ուղարկված էր հետապնդելու այս մարդկանց, հիմա նա դառնում էր նրանցից մեկը։ Հաջորդ ամիսների ընթացքում Ալեքսեյը դարձավ կանոնավոր այցելու այս կոնցերտների։ Նա երգում էր իր երգերը, կիսվում էր իր մտքերով, աստիճանաբար նա սկսեց զգալ, որ նա վերադառնում է կյանքի։ Այս մարդիկ ընդունեցին նրան որպես իրենց, չնայած նրանք չգիտեին նրա իսկական ինքնությունը։ Նրանք սիրում էին նրան նրա արվեստի համար, ոչ թե նրա պաշտոնի կամ աստիճանի համար։ Եվ Աննա Կարավայան։ Նա դարձավ նրա ամենամոտ ընկերը, նրա հոգոր ուղեկիցը։ Նրանք ժամեր շարունակ խոսում էին արվեստի, կյանքի, ճշմարտության մասին։ Նա զգում էր, որ նա սիրահարվում է նրան, բայց նա չէր համարձակվում ասել դա, որովհետև նա գիտեր, որ նա չի արժանի նրան։ Նա դեռ էր ստախոս, դեռ էր դավաճան։ Բայց նրա ղեկավարությունը սկսեց հարցեր տալ։ Ինչու՞։ Նա դեռ չէր ներկայացրել զեկույց այս անօրինական կոնցերտների մասին։ Ինչու՞։ Նա դեռ չէր ձերբակալել կազմակերպիչներին։ Ալեքսեյը սկսեց հորինել պատճառաբանություններ, նա ասում էր, որ նա դեռ հավաքում է ապացույցներ, որ նա ուզում է գտնել բոլոր մասնակիցներին, որ նա պլանավորում է մեծ օպերացիա։ Բայց նրա վերադասը, գնդապետ Կուզնեցովը, սկսեց կասկածել։ Մի օր նա կանչեց Ալեքսեյին իր գրասենյակ ասաց. Էքիմյան, ես լսել եմ, որ դուք անձամբ այցելում եք այդ անօրինական հավաքները։ Սա լավ է։ Բայց ես նա լսել եմ, որ դուք երգում եք այնտեղ։ Սա արդեն կասկածելի է։ Ես ուզում եմ, որ դուք ավարտեք այս հետաքննությունը մեկ շաբաթվա ընթացքում։ Կամ ես կտամ այն ուրիշ մեկին։ Ալեքսեյը հասկացավ, որ նա հասել է ճանապարհի ծայրին։ Նա պետք է ընտրեր, կամ նա կձերբակալեր Աննային նրա ընկերներին, կամ նա կկորցներ իր աշխատանքը, հավանաբար ինքը կդառնար կասկածյալ։ Բայց ինչպես կարող էր նա դավաճանել այն մարդկանց, ովքեր դարձել էին նրա իսկական ընտանիքը։ Ինչպես կարող էր նա ձերբակալել Աննային, կնոջը, ում նա սիրում էր։ Նա գիտեր, որ եթե նա դա անի, նա կսպանի իր ներսում գտնվող վերջին մասնիկը, որը դեռ կենդանի էր։ Նա կդառնա ամբողջովին մեքենա, ամբողջովին համակարգի ծառա, առանց հոգու, առանց սիրտ։ Այդ երեկո նա գնաց Աննա Կարավայայի բնակարան, ոչ թե կոնցերտի, այլ անձնական զրույցի համար։ Երբ նա եկավ, նա գտավ նրան միայնակ, նստած պատուհանի մոտ նայելով Մոսկվայի լույսերին։ Նա նստեց նրա կողքին, երկար ժամանակ լռեց։ Վերջապես նա ասաց. Աննա, ես պետք է ասեմ ձեզ ճշմարտությունը։ Ես չեմ Ալեքսանդր Սերգեյիչ Բելովը։ Իմ իսկական անունը Ալեքսեյ Սերգեյիչ Էքիմյանն է, ես մայոր եմ ներքին գործերի նախարարությունում։ Ես ուղարկված էի հետապնդելու ձեզ ձեր ընկերներին։ Բայց ես չեմ կարող դա անել։ Ես չեմ կարող դավաճանել ձեզ։ Աննան շրջվեց, նայեց նրան։ Նրա դեմքը սպիտակ էր, բայց նրա աչքերում չկար զարմանք։ Ես գիտեի, ասաց նա հանգիստ։ Ես գիտեի առաջին օրվանից։ Ձեր աչքերը դրանք էին ոստիկանի աչքեր։ Դուք նայում էիք մեզ ոչ թե որպես ընկերների, այլ որպես կասկածյալների։ Բայց հետո ինչ-որ բան փոխվեց։ Ես տեսա, թե ինչպես է ձեր դեմքը փոխվում, երբ դուք երգում էիք։ Ես տեսա, թե ինչպես է ձեր հոգին արթնանում։ Եվ ես հասկացա, որ դուք ոչ թե թշնամի եք, այլ կորած հոգի, որը փնտրում է ճանապարհ դեպի լույս։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում նրա դեմքով։ Ես չգիտեմ, թե ինչ անեմ, ասաց նա։ Եթե ես ձեզ չձերբակալեմ, ես կկորցնեմ ամեն ինչ։ Բայց եթե ես ձեզ ձերբակալեմ, ես կկորցնեմ ինձ։ Աննան վերցրեց նրա ձեռքը։ Ալեքսեյ, ասաց նա, դուք արդեն կորցրել եք ինքներդ ձեզ երկար ժամանակ առաջ։ Բայց դուք կարող եք գտնել ձեզ նորից։ Դուք պետք է ընտրեք, ով եք դուք իսկապես։ Համակարգի ծառա, թե ազատ մարդ։ Եվ եթե դուք ընտրեք ազատությունը, դուք պետք է պատրաստ լինեք վճարել գինը։ Ալեքսեյը նայեց նրա աչքերին, տեսավ այնտեղ սեր հավատ։ Նա հասկացավ, որ այս կինը սիրում է նրան, չնայած նա գիտեր, թե ով է նա։
Եվ այդ սերը տվեց նրան ուժ վերջապես ընտրել։ Նա ասաց. Ես ընտրում եմ ազատությունը։ Ես ընտրում եմ ձեզ։ Ես ընտրում եմ ինձ։ Աննան ժպտաց, առաջին անգամ իսկական ժպիտ, որը Ալեքսեյը տեսել էր նրա դեմքին։ Ուրեմն դուք պետք է հեռանաք, ասաց նա։ Դուք պետք է անհետանաք, նախքան նրանք ձեզ ձերբակալեն։ Եվ մենք կօգնենք ձեզ։ Ալեքսեյը հասկացավ, որ նա ճիշտ էր ասում։ Նա չէր կարող մնալ Մոսկվայում։ Նա պետք է փախչեր, պետք է սկսեր նոր կյանք, պետք է դառնար ուրիշ մարդ։ Բայց արդյոք նա պատրաստ էր թողնել ամեն ինչ, իր կարիերան, իր ինքնությունը, իր անցյալը։ Արդյոք նա պատրաստ էր վճարել այդ գինը ազատության համար։ Երբ Ալեքսեյ Էքիմյանը վերադարձավ իր սառը սենյակը այդ գիշեր, նա բացեց իր գրասեղանի գաղտնի դարակը, հանեց փոքրիկ տուփ, պատված փոշով մոռացությամբ։ Այս տուփի ներսում պահվում էր մի բան, որը նա թաքցրել էր 15 տարի առաջ, նրա հոր վերջին նամակը, գրված մահից 3 օր առաջ։ Ալեքսեյը երբեք չէր համարձակվել կարդալ այն մինչ հիմա, վախենալով, թե ինչ կգտնի այնտեղ։ Բայց այս գիշեր, երբ նա կանգնած էր իր կյանքի ամենակարևոր ընտրության առջ, նա գիտեր, որ ժամանակն է եկել բացել այդ նամակը։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա պատռեց դեղնած ծրարը, սկսեց կարդալ հոր անհավասար, դողացող գրերը. Ալյոշա, իմ որդի, եթե դու կարդում ես սա, ուրեմն ես այլս քեզ հետ չեմ։ Ես ուզում եմ, որ դու իմանաս մի բան, որը երբեք չեմ համարձակվել ասել քեզ կենդանի լինելիս։ Ես ապրեցի կեղծ կյանք։ Ես ծառայեցի համակարգին, որը ես ատում էի, որովհետև վախենում էի։ Ես ձերբակալեցի մարդկանց, ում ես գիտեի, որ անմեղ են, որովհետև ինձ հրամայեցին։ Եվ այս մեղքը ուտում է իմ հոգին ամեն օր։ Բայց դու, իմ որդի, դու ունես ընտրություն, որը ես երբեք չունեցա։ Դու ունես տաղանդ, որը կարող է փրկել քեզ։ Մի կրկնիր իմ սխալները։ Մի ապրիր կեղծ կյանքով։ Երգիր, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ։ Որովհետև կյանքը առանց երգի, կյանք չէ։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա կրծքավանդակը պայթում ցավից։ Նրա հայրը, ում նա միշտ համարել էր կատարյալ ոստիկան, իրականում եղել է կոտրված մարդ, ով ապրել էր նույն երկրորդական գոյությամբ, որով հիմա ապրում էր նա ինքը։ Եվ այդ նամակը էր նրա հոր վերջին աղերսը, որ նրա որդին չկրկնի նրա ճակատագիրը։ Ալեքսեյը ծալեց նամակը, դրեց այն իր կրծքավանդակի վրա։ Նա հասկացավ, որ նրա հայրը տվել էր նրան պատասխանը, որը նա փնտրում էր։ Նա պետք է ընտրեր երգը, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ։ Բայց ինչպես կարող էր նա անհետանալ Մոսկվայից, քաղաքից, որտեղ ամեն անկյունում կային տեսախցիկներ, ամեն փողոցում տեղեկատուներ, ամեն բնակարանում լսող ականջներ։ Աննա Կարավայան խոստացել էր օգնել, բայց ինչպիսին կարող էր լինել այդ օգնությունը։ Նա գիտեր, որ ստորգետնյա ցանցեր գոյություն ունեին, մարդիկ, ովքեր օգնում էին դիսիդենտներին, փախստականներին անհետանալ, բայց դա էր ամենավտանգավոր ճանապարհը։ Եթե նրան բռնեին փախուստի ժամանակ, նա ոչ միայն կկորցներ իր աշխատանքը, այլ կդատապարտվեր դավաճանության համար։ Նրա ճակատագիրը կլիներ Սիբիր, կամ ավելի վատ, հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նրան կդարձնեին բանջարեղեն հատուկ ներարկումներով։ Հաջորդ 3 օրվա ընթացքում Ալեքսեյը շարունակեց գնալ աշխատանքի, կատարել իր պարտականությունները, ներկայանալ որպես հավատարիմ ծառա, մինչդեռ նրա ներսում ամեն ինչ աղաղակում էր փախչելու համար։ Նա տեսավ, թե ինչպես է գնդապետ Կուզնեցովը նայում նրան կասկածանքով, ինչպես է նրա օգնականը հետում նրա ամեն քայլին։ Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է։ 4-րդ օրը, երբ նա վերադարձավ տուն, նա գտավ փոքրիկ նոտ, խրված իր դռան տակ։ Այնտեղ գրված էր միայն 3 բառ՝ վաղը։ Կեսգիշեր։ Կուրսկի կայարան։ Ալեքսեյը հասկացավ, որ սա էր Աննայի ազդանշանը։ Փախուստի պլանը պատրաստ էր։ Նա սկսեց պատրաստվել։ Նա չէր կարող վերցնել շատ բան, միայն մի փոքր պայուսակ, որը չէր գրավի ուշադրություն։ Նա դրեց այնտեղ մի քանի հագուստ, իր հոր նամակը, իր երգերի տետրակը, մի փոքր գումար, որը նա խնայել էր տարիների ընթացքում։ Նա նայեց իր համազգեստին, կախված պահարանում, զգաց տարօրինակ զգացում։ Այս համազգեստը եղել էր նրա ինքնությունը 20 տարի։ Այն տվել էր նրան ուժ, հարգանք, վախ։ Բայց այն նա եղել էր նրա բանդը։ Նա հանեց համազգեստը, հագավ պարզ քաղաքացիական հագուստ, մուգ բաճկոն, շալվար, 5 գլխարկ։ Նա նայեց հայելուն, տեսավ օտար մարդու, ոչ թե մայոր Էքիմյանին, այլ պարզապես Ալյոշային, ով երազում էր երգել։
Կեսգիշերին նա դուրս եկավ իր բնակարանից, վերջին անգամ նայելով այն սենյակին, որտեղ նա ապրել էր վերջին 2 տարիները։ Նա փակեց դուռը, հանգիստ սկսեց քայլել դեպի Կուրսկի կայարան։ Փողոցները գրեթե դատարկ էին, միայն երբեմն անցնում էին ուշ աշխատանքից վերադարձող մարդիկ կամ հարբած ընկերական խմբեր։ Ալեքսեյը քայլում էր արագ, բայց ոչ շատ արագ, որպեսզի չգրավի ուշադրություն։ Նա զգում էր, թե ինչպես է նրա սիրտը բաբախում կրծքավանդակում, ինչպես են նրա ձեռքերը քրտնում, չնայած սառը գիշերվա օդին։ Ամեն անգամ, երբ նա տեսնում էր միլիցիայի մեքենա, նա զգում էր, թե ինչպես է նրա ստամոքսը սեղմվում։ Բայց նա շարունակեց քայլել։ Երբ նա հասավ Կուրսկի կայարան, նա տեսավ Աննա Կարավայային կանգնած մուտքի մոտ, հագած երկար վերարկու շարֆ, որը ծածկում էր նրա դեմքի մեծ մասը։ Նրա կողքին կանգնած էր 2 տղամարդ, մեկը ծեր, մոտավորապես 60 տարեկան, մյուսը երիտասարդ, մոտավորապես 30։ Աննան մոտեցավ Ալեքսեյին, ասաց ցածր ձայնով. «Սրանք են Իվան Պետրովիչը, նրա որդին Միխայիլը։ Նրանք կօգնեն քեզ հասնել Լենինգրադ։ Այնտեղից դու կարող ես անցնել սահման դեպի Ֆինլանդիա։ Բայց դու պետք է լինես շատ զգույշ։ Նրանք փնտրում են քեզ»։ Ալեքսեյը զարմացավ։ Արդեն, հարցրեց նա։ Աննան գլուխ շարժեց։ Գնդապետ Կուզնեցովը հայտարարել է քո անհետացումը այսօր երեկոյան։ Նա ասել է, որ դու կասկածվում ես դավաճանության մեջ։ Քո լուսանկարը արդեն բաշխված է բոլոր կայարաններում, օդանավակայաններում։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա արյունը սառում։ Նա չէր սպասում, որ նրանք այդքան արագ կգործեն։ Նա նայեց Աննայի աչքերին, տեսավ այնտեղ վախ սեր։ Աննա, ասաց նա, եկ ինձ հետ։ Մենք կարող ենք միասին սկսել նոր կյանք։ Բայց Աննան ցնցեց գլուխը։ Ես չեմ կարող, ասաց նա։ Իմ տեղը այստեղ է։ Ես պետք է շարունակեմ պայքարել այստեղ, Մոսկվայում, որտեղ իմ ձայնը կարող է լսվել։ Բայց դու պետք է փրկվես։ Դու պետք է ապրես երգես, որպեսզի աշխարհը իմանա ճշմարտությունը։ Նա մոտեցավ նրան, համբուրեց նրան, երկար, անկեղծ համբույր, որը խոսում էր ավելին, քան 1000 բառ։ Հետո նա հեռացավ, անհետացավ գիշերվա խավարում։ Իվան Պետրովիչը մոտեցավ Ալեքսեյին, ասաց. Մենք պետք է շտապենք։ Գնացքը մեկնում է 20 րոպեից։ Նրանք մտան կայարան, գնացին դեպի պերոնները։ Ալեքսեյը տեսավ, թե ինչպես են միլիցիայի աշխատակիցները ստուգում ուղորների փաստաթղթերը, ինչպես են նրանք ուշադիր նայում ամեն դեմքին։ Իվան Պետրովիչը տվեց նրան կեղծ անձնագիր, անունով Պյոտր Իվանովիչ Սոկոլով, ծնված 1922 թվականին Վորոնեժում։ Սա քո նոր ինքնությունն է, ասաց նա։ Հիշիր այն։ Եթե նրանք հարցնեն, դու ասա, որ դու ինժեներ ես, գնում ես Լենինգրադ աշխատանքային գործուղման։ Նրանք մոտեցան ստուգման կետին, Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա սիրտը կանգ առնում։ Միլիցիայի սերժանտը վերցրեց նրա կեղծ անձնագիրը, սկսեց ուսումնասիրել այն։ Նա նայեց Ալեքսեյի դեմքին, հետո նորից անձնագրին, հետո նորից դեմքին։ Ալեքսեյը փորձեց մնալ հանգիստ, բայց նա զգում էր, թե ինչպես է նրա ճակատը սկսում քրտնել։ Սերժանտը հարցրեց. Ինչու՞։ Եք գնում Լենինգրադ այսպիսի ուշ ժամին։ Ալեքսեյը պատասխանեց այնպես հանգիստ, որքան կարող էր. Ես ունեմ կարևոր հանդիպում վաղը առավոտյան։ Իմ գործարանը ուղարկեց ինձ հրատապ գործով։ Սերժանտը նայեց նրան դեռ մի քանի վայրկյան, հետո վերադարձրեց անձնագիրը, ասաց. Անցեք։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա ոտքերը դողում, երբ նա քայլում էր դեպի գնացքը։ Նրանք բարձրացան վագոն, գտան իրենց տեղերը։ Իվան Պետրովիչը, Միխայիլը նստեցին նրա կողքին, ստեղծելով պաշտպանիչ պատ։ Գնացքը սկսեց շարժվել, Ալեքսեյը նայեց պատուհանից դեպի Մոսկվան, քաղաքը, որտեղ նա ապրել էր իր կրկնակի կյանքը, քաղաքը, որտեղ նա գտել կորցրել էր իր սերը, քաղաքը, որը նա հիմա թողնում էր ընդմիշտ։ Նա զգաց, թե ինչպես են արցունքները հոսում նրա դեմքով, բայց նա չէր փորձում դրանք թաքցնել։ Սրանք էին ազատագրման արցունքները։ Բայց նրա փախուստը դեռ չէր ավարտված։ Գնացքը դանդաղորեն շարժվում էր դեպի հյուսիս, ամեն կայարանում Ալեքսեյը տեսնում էր միլիցիայի աշխատակիցների, ովքեր բարձրանում էին վագոն, ստուգում էին ուղորների փաստաթղթերը։ Ամեն անգամ նա զգում էր, թե ինչպես է նրա ստամոքսը սեղմվում, ինչպես է նրա շնչառությունը դառնում ծանր։
Բայց ամեն անգամ Իվան Պետրովիչը Միխայիլը պաշտպանում էին նրան, խոսելով միլիցիայի աշխատակիցների հետ, շեղելով նրանց ուշադրությունը, ստեղծելով իրավիճակներ, որոնք թույլ էին տալիս Ալեքսեյին մնալ անտեսանելի։ Նրանք էին պրոֆեսիոնալներ, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ օգնել էին դիսիդենտներին, փախստականներին անհետանալ։ Գնացքը հասավ Լենինգրադ վաղ առավոտյան, երբ քաղաքը դեռ քնած էր մառախլի սառույցի տակ։ Իվան Պետրովիչը տարավ Ալեքսեյին փոքրիկ բնակարան Վասիլիսկի կղզում, որտեղ նրանք պետք է սպասեին 3 օր մինչ հաջորդ փուլը։ Այս 3 օրվա ընթացքում Ալեքսեյը չէր կարող դուրս գալ բնակարանից։ Նա նստում էր պատուհանի մոտ, նայում էր նա գետին, որը հոսում էր դանդաղ մռայլ, ինչպես նրա սեփական կյանքը։ Նա մտածում էր Աննայի մասին, մտածում էր իր անցյալի մասին, մտածում էր իր ապագայի մասին։ Ինչ էր սպասում նրան Ֆինլանդիայում։ Ինչպես էր նա ապրելու այնտեղ, առանց լեզվի, առանց փողի, առանց ինքնության։ Բայց նա գիտեր, որ նա վերջապես ազատ էր։ Նա վերջապես կարող էր լինել ինքը ինքն իրեն։ Երրորդ օրը Միխայիլը եկավ, ասաց. «Ժամանակն է։ Մենք գնում ենք Վիբորգ, հետո անցնում ենք սահման անտառով։ Սա կլինի վտանգավոր։ Եթե սահմանապահները մեզ տեսնեն, նրանք կրակելու են առանց նախազգուշացման»։ Ալեքսեյը գլուխ շարժեց։ Նա պատրաստ էր։ Նրանք վերցրեցին գնացք դեպի Վիբորգ, փոքրիկ քաղաք Ֆինլանդիայի սահմանին մոտ։ Այնտեղ նրանց հանդիպեց երրորդ մարդ, տեղական որսորդ, ով ճանաչում էր անտառի ամեն արահետը։ Նրանք սպասեցին մինչ գիշեր, հետո սկսեցին իրենց ճանապարհորդությունը դեպի սահման։ Անտառը էր մութ սառը, լի ձյան սառույցի։ Նրանք քայլում էին ժամեր շարունակ, առանց խոսելու, առանց լույսի, միայն հետելով որսորդի ուրվագծին։ Ալեքսեյը զգում էր, թե ինչպես են նրա ոտքերը սառչում, ինչպես է նրա դեմքը այրվում սառույցից։ Բայց նա շարունակեց քայլել։ Հանկարծ որսորդը կանգ առավ, բարձրացրեց ձեռքը։ Նրանք լսեցին ձայներ, սահմանապահների ձայներ, ովքեր պարեկում էին սահմանը։ Նրանք պառկեցին ձյան մեջ, սպասեցին։ Ալեքսեյը զգում էր, թե ինչպես է նրա սիրտը բաբախում այնքան բարձր, որ նա վախենում էր, որ սահմանապահները կկարողանան լսել այն։ Բայց պարեկը անցավ, նրանք շարունակեցին իրենց ճանապարհը։ Վերջապես, երբ առը սկսում էր ծագել, որսորդը ցույց տվեց արջը, ասաց. «Այնտեղ է սահմանը։ 100 մետր այն կողմ, Ֆինլանդիա է։ Բայց այստեղ է ամենավտանգավոր հատվածը։ Սահմանապահները ունեն դիտակետեր շներ։ Մենք պետք է վազենք»։ Ալեքսեյը նայեց այն ուղղությանը, որտեղ գտնվում էր ազատությունը։ Նա տեսավ միայն ձյուն ծառեր, բայց նա գիտեր, որ այն կողմ էր նրա նոր կյանքը։ Որսորդը հաշվեց. 1, 2, 3 վազեք։ Եվ նրանք վազեցին։ Ալեքսեյը վազում էր այնպես արագ, որքան երբեք չէր վազել իր կյանքում։ Նա լսում էր Միխայիլի ոտքերի ձայնը իր հետում, լսում էր որսորդի շնչառությունը իր կողքին։ Հանկարծ նա լսեց աղաղակ, կանգ։ Կրակելու ենք։ Բայց նա չկանգնեց։ Նա շարունակեց վազել։ Հետո նա լսեց կրակոցներ, 1, 2, 3։ Նա զգաց, թե ինչպես է մի գնդակ անցնում նրա ականջի կողքով, ինչպես է մեկ այլ գնդակ խփում ծառին նրա աջ կողմում։ Բայց նա շարունակեց վազել։ Եվ հանկարծ նա տեսավ նշան, փայտե սյուն սահմանի նշանով։ Նա անցավ այն, ընկավ ձյան մեջ։ Նա էր Ֆինլանդիայում։ Նա էր ազատ։ Միխայիլը որսորդը հասան նրան մի քանի վայրկյան անց։ Նրանք բոլորը պառկած էին ձյան մեջ, շնչելով ծանր, բայց ապրելով։ Ալեքսեյը նայեց երկինքը, վառ կապույտ, առանց ամպերի, առանց սահմանների։ Նա զգաց, թե ինչպես է նրա կրծքավանդակում ինչ-որ բան բացվում։ Նա էր ազատ։ Նա վերջապես էր ազատ։ Բայց ինչ գնով։ Նա թողել էր իր հայրենիքը, իր սերը, իր ինքնությունը։ Նա էր փախստական, մարդ առանց անցյալի, առանց ապագայի։ Բայց նա ուներ իր երգերը։ Եվ այդ երգերը, նա գիտեր, կպատմեին նրա պատմությունը աշխարհին։ Ֆինլանդիայում Ալեքսեյ Էքիմյանը ապրեց առաջին ամիսները փախստականների ճամբարում, սառը բարակ, որտեղ հավաքված էին տասնյակ այլ մարդիկ, ովքեր փախել էին Խորհրդային Միությունից։ Այստեղ նա հանդիպեց մարդկանց, ում պատմությունները նման էին իրենին, գիտնականներ, ովքեր մերժել էին աշխատել զենքի վրա, գրողներ, ում գրքերը արգելված էին, երաժիշտներ, ում երգերը համարվում էին վտանգավոր։
Նրանք բոլորը ընտրել էին ազատությունը փոխարեն ապահովության, նրանք բոլորը վճարել էին ծանր գին։ Ալեքսեյը սկսեց կիսվել իր պատմությամբ նրանց հետ, աստիճանաբար նա հասկացավ, որ նա ոչ միայնակ էր։ Նրա ցավը, նրա մեղքը, նրա փնտրտուքը, դրանք էին ընդհանուր բոլոր նրանց համար, ովքեր ապրել էին կրկնակի կյանքով խորհրդային համակարգում։ Մի օր նրան այցելեց ֆին լրագրող, անունով Յուհա Վիրտանեն, ով հետաքրքրված էր փախստականների պատմություններով։ Նա հարցրեց Ալեքսեյին, թե ինչու է նա փախել։ Ալեքսեյը պատմեց նրան ամբողջ ճշմարտությունը, ինչպես է նա եղել ոստիկան, ով երգում էր գաղտնի, ինչպես է նա ոչնչացրել ստորգետնյա երաժշտական շուկան, ինչպես է նա սիրահարվել դիսիդենտ բանաստեղծուհուն, ինչպես է նա ընտրել ազատությունը փոխարեն պարտքի։ Յուհան լսեց ուշադրությամբ, երբ Ալեքսեյը ավարտեց, նա ասաց. «Սա անհավատալի պատմություն է։ Աշխարհը պետք է իմանա այն։ Բայց ավելի կարևորը, աշխարհը պետք է լսի ձեր երգերը»։ Նա առաջարկեց Ալեքսեյին կազմակերպել կոնցերտ Հելսինկիում, որտեղ նա կարող էր կատարել իր երգերը, պատմել իր պատմությունը։ Ալեքսեյը վարանեց։ Նա չէր երգել հանրության առջ ամիսներ շարունակ։ Նա վախենում էր, որ նրա ձայնը կորել է, որ նրա երգերը այլևս չունեն ուժ։ Բայց Յուհան համոզեց նրան. «Ձեր երգերը ունեն ուժ, որովհետև դրանք ծնվել են ցավից ճշմարտությունից», ասաց նա։ Մարդիկ կզգան այդ ուժը։ Եվ այդպես 1965 թվականի աշնանը Ալեքսեյ Էքիմյանը բարձրացավ բեմ Հելսինկիի փոքրիկ ակումբում, առաջին անգամ իր իսկական անունով, առաջին անգամ առանց վախի, առաջին անգամ որպես ազատ մարդ։ Դահլիճը լի էր մարդկանցով, ֆիններ, ռուս փախստականներ, արմատյան լրագրողներ։ Ալեքսեյը նստեց բեմի վրա, իր հին կիթառով սկսեց երգել։ Նա երգեց իր առաջին երգը «Մայրիկ ջան», երգը, որը նա երգել էր Վազո Երանցու հարսանիքում, երգը, որը նա երգել էր Աննա Կարավայայի բնակարանում։ Նրա ձայնը դողում էր սկզբում, բայց հետո այն ուժեղացավ, լցվեց այնպիսի զգացմունքով, որ ամբողջ դահլիճը լռեց։ Նա երգում էր հայերեն, չնայած շատերը չէին հասկանում բառերը, նրանք բոլորը հասկանում էին զգացմունքը։ Երբ նա ավարտեց, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ ոտքի էին ելել, ոմանք լացում էին, ոմանք աղաղակում էին «Բրավո»։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում նրա դեմքով։ Սա էր այն պահը, երբ նա հասկացավ, որ նրա երգերը դեռ ապրում են, որ նրանք դեռ ունեն ուժ, որ նրանք դեռ կարող են շոշափել մարդկանց հոգիները։ Նա շարունակեց երգել, երգեր իր հայրենիքի մասին, երգեր սիրո կորստի մասին, երգեր դավաճանության փրկության մասին։ Ամեն երգ էր նրա կյանքի մի մասը, նրա հոգու մի կտորը։ Եվ երբ նա ավարտեց վերջին երգը, նա ասաց դահլիճին. «Ես եղել եմ ոստիկան, ով հետապնդել է երաժիշտներին։ Ես եղել եմ երգիչ, ով թաքնվել է համազգեստի հետում։ Ես եղել եմ դավաճան զոհ միաժամանակ։ Բայց այսօր ես եմ պարզապես Ալեքսեյ Էքիմյանը, մարդ, ով երգում է ճշմարտությունը»։ Դահլիճը նորից պայթեց ծափահարություններից, Ալեքսեյը հասկացավ, որ նա գտել է իր ճանապարհը։ Կոնցերտից հետո Յուհա Վիրտանենը ներկայացրեց նրան մի խումբ արմատյան երաժշտական պրոդյուսերների, ովքեր հետաքրքրված էին նրա պատմությամբ, նրա երգերով։ Նրանք առաջարկեցին նրան ձայնագրել ալբոմ, կազմակերպել շրջագայություն Եվրոպայում, տարածել նրա երաժշտությունը աշխարհում։ Ալեքսեյը համաձայնեց, բայց նա դրեց մի պայման, նրա երգերի եկամուտների մի մասը պետք է ուղարկվեր Խորհրդային Միության ստորգետնյա երաժիշտներին, նրանց, ում նա դավաճանել էր, նրանց, ում նա ոչնչացրել էր։ Սա էր նրա փրկության ճանապարհը, օգնել այն մարդկանց, ում նա վնասել էր։ Հաջորդ տարիների ընթացքում Ալեքսեյ Էքիմյանը դարձավ հայտնի երգիչ, կոմպոզիտոր արմունկում։ Նրա երգերը հնչում էին ռադիոյում, նրա կոնցերտները լի էին լինում հազարավոր մարդկանցով, նրա պատմությունը դարձավ խորհրդանիշ այն մարդկանց համար, ովքեր պայքարում էին ազատության համար։ Բայց նա երբեք չմոռացավ իր արմատները, երբեք չմոռացավ Աննա Կարավայային, ով մնաց Մոսկվայում, շարունակեց իր պայքարը։ Նա փորձեց կապ հաստատել նրա հետ, բայց նա իմացավ, որ Աննան ձերբակալվել է 1966 թվականին, ուղարկվել է Աքսորի Սիբիր։ Այս լուրը կոտրեց նրա սիրտը, բայց այն նա ավելի ուժեղացրեց նրա վճռականությունը, շարունակել երգել, շարունակել պատմել ճշմարտությունը։ 1970 թվականին Ալեքսեյը ստացավ նամակ Խորհրդային Միությունից։ Այն էր Աննա Կարավայայից, գրված Աքսորից։ Նամակը կարճ էր, բայց լի սիրով, հույսով. «Ալեքսեյ, ես լսում եմ քո երգերը նույնիսկ այստեղ, Սիբիրի սառույցում։ Դրանք տալիս են ինձ ուժ շարունակելու։ Մի դադարիր երգել։ Մի դադարիր պատմել ճշմարտությունը։
Որովհետեւ քո երգերը փրկում են ոչ միայն քեզ, այլ մեզ բոլորիս, ովքեր դեռ պայքարում ենք այստեղ։ Ալեքսեյը կարդաց այս նամակը լաց եղավ։ Նա հասկացավ, որ նրա ընտրությունը, թե ցավոտ, եղել է ճիշտ։ Նա փրկել էր իր հոգին, նրա երգերը հիմա փրկում էին ուրիշների հոգիները։ Բայց նրա ներսում դեռ ապրում էր մեղքի զգացումը։ Նա չէր կարող մոռանալ այն մարդկանց, ում նա ձերբակալել էր, այն ստուդիաները, որոնք նա ոչնչացրել էր, այն երգերը, որոնք նա այրել էր։ Նա գիտեր, որ նա երբեք չի կարող լիովին փրկվել այդ մեղքերից։ Բայց նա գիտեր, որ նա կարող է փորձել։ Նա սկսեց գրել նոր երգեր, ոչ թե իր մասին, այլ նրանց մասին, ում նա դավաճանել էր։ Նա գրեց երգ Վազո Երանցու մասին, գողի, ով լացել էր նրա երգի տակ, չգիտակցելով, որ հեղինակը նույն մարդն է, ով նրան ձերբակալելու էր։ Նա գրեց երգ Գորգ Մանուկյանի մասին, տեխնիկի, ով օգնել էր նրան ձայնագրել երգեր, ում նա ձերբակալել էր։ Նա գրեց երգ բոլոր այն անանուն մարդկանց մասին, ովքեր սիրել էին նրա երգերը, չգիտակցելով, որ հեղինակը նույն մարդն է, ով նրանց հետապնդում էր։ Այս երգերը դարձան նրա ամենահզոր ստեղծագործությունները։ Դրանք խոսում էին մեղքի, ապաշխարության փրկության մասին։ Դրանք խոսում էին այն մասին, թե ինչպես է համակարգը ստիպում մարդկանց դավաճանել միմյանց, ինչպես է այն ստեղծում իրավիճակներ, որտեղ ընտրությունը դառնում է անհնար։ Բայց դրանք նա խոսում էին հույսի մասին, հույսի, որ նույնիսկ ամենամեծ մեղքերը կարող են ներվել, որ նույնիսկ ամենակոտրված հոգիները կարող են բուժվել, որ նույնիսկ ամենամութ գիշերները կարող են փոխարինվել լույսով։ 1981 թվականին, երբ Ալեքսեյը արդեն 59 տարեկան էր, նա ստացավ հրավեր վերադառնալ Խորհրդային Միություն, կատարելու կոնցերտ Մոսկվայում։ Սա էր Գորբաչովի պերեստրոյկայի շրջան, երբ համակարգը սկսում էր բացվել, երբ դիսիդենտներին թույլ էր տրվում վերադառնալ, երբ արգելված երգերը սկսում էին հնչել պաշտոնական ռադիոյում։ Ալեքսեյը երկար մտածեց այս հրավերի մասին։ Նա վախենում էր վերադառնալ այն երկիր, որտեղ նա ապրել էր իր կրկնակի կյանքը, որտեղ նա կատարել էր իր դավաճանությունները։ Բայց նա ուզում էր տեսնել Աննային, ով արդեն ազատվել էր աքսորից, ապրում էր Մոսկվայում։ Նա ուզում էր երգել իր հայրենիքում, իր մայրենի լեզվով, իր ժողովրդի համար։ Նա ընդունեց հրավերը։ 1982 թվականի գարնանը Ալեքսեյ Էքիմյանը վերադարձավ Մոսկվա, առաջին անգամ 17 տարի անց։ Քաղաքը փոխվել էր, ավելի բաց, ավելի ազատ, բայց դեռ լի հին վախերով, հին վերքերով։ Նրա կոնցերտը տեղի ունեցավ կոնսերվատորիայի մեծ դահլիճում, այն լի էր մարդկանցով, հին դիսիդենտներ, նոր ազատամտածողներ, երիտասարդներ, ովքեր երբեք չէին ապրել խիստ ռեժիմի տակ, բայց ուզում էին հասկանալ իրենց ծնողների անցյալը։ Եվ այնտեղ առաջին շարքում նստած էր Աննա Կարավայան, ավելի ծեր, ավելի նիհար, բայց դեռ նույն խորը կապույտ աչքերով, որոնք տեսնում էին հոգու խորքերը։ Ալեքսեյը բարձրացավ բեմ, նայեց դահլիճին։ Նա տեսավ դեմքեր, ծեր երիտասարդ, հույսով լի ցավով նշված։ Նա տեսավ Աննային, նրանց աչքերը հանդիպեցին։ Նա ժպտաց նրան։ Հետո նա սկսեց երգել։ Նա երգեց իր հին երգերը, իր նոր երգերը։ Նա երգեց իր կյանքի մասին, իր մեղքերի մասին, իր փրկության մասին։ Եվ երբ նա ավարտեց, ամբողջ դահլիճը ոտքի ելավ, ծափահարեց։ Մարդիկ լացում էին, ծիծաղում էին, գրկում էին միմյանց։ Սա էր ազատագրման պահ, ոչ միայն Ալեքսեյի համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր ապրել էին կրկնակի կյանքով, ովքեր դավաճանել էին, դավաճանվել էին, ովքեր փնտրել էին փրկություն, գտել էին միայն ցավ։ Կոնցերտից հետո Ալեքսեյը հանդիպեց Աննայի հետ։ Նրանք նստեցին փոքրիկ սրճարանում Արբատում, խոսեցին ժամեր շարունակ։ Աննան պատմեց նրան իր տարիների մասին աքսորում, սառույցը, մենությունը, հուսահատությունը։ Բայց նա պատմեց, թե ինչպես է նրա երգերը օգնել նրան գոյատել։ Քո երգերը էին միակ բանը, որը հիշեցնում էր ինձ, որ կա աշխարհ այս սառույցից դուրս, ասաց նա։ Դրանք էին իմ փրկությունը։ Ալեքսեյը բռնեց նրա ձեռքը, ասաց. Դու էիր իմ փրկությունը։ Դու էիր նա, ով ցույց տվեց ինձ, թե ինչպես ապրել առանց վախի։ Նրանք նայեցին միմյանց աչքերին, հասկացան, որ նրանց սերը երբեք չէր մահացել, չնայած տարիներին հեռավորությանը։ Բայց արդյոք Ալեքսեյ Էքիմյանը իսկապես փրկվել էր իր մեղքերից։ Արդյոք նա իսկապես գտել էր խաղաղություն։ Թե նա դեռ ապրում էր իր անցյալի ստվերում, դեռ տանջվում էր իր դավաճանություններից։ Պատասխանը, նա գիտեր, երբեք չէր լինի պարզ։
Որովհետև փրկությունը ոչ թե վերջնական կետ է, այլ ճանապարհ, որը երբեք չի ավարտվում, ճանապարհ, որը պահանջում է անընդհատ պայքար, անընդհատ ընտրություն, անընդհատ երգ։ Երբ Ալեքսեյ Էքիմյանը նստած էր Աննա Կարավայայի հետ այդ փոքրիկ սրճարանում Արբատում, նրա ներսում բորբոքվում էր հարց, որը նա երբեք չէր համարձակվել տալ բարձր ձայնով։ Նրա գրպանում դողում էր փոքրիկ ծրար, նամակ, որը նա ստացել էր երեկ իր հյուրանոցում։ Ծրարի վրա չկար ուղարկողի անուն, միայն մի նախադասություն, գրված հին ռուսերենով. «Եթե ուզում ես իմանալ ճշմարտությունը քո հոր մահվան մասին, եկ Նովոդիչի գերեզմանատուն, վաղը ժամը 3-ին»։ Ալեքսեյը կարդացել էր այս տողերը տասնյակ անգամ, փորձելով հասկանալ, ով կարող էր ուղարկել այն ինչու հենց հիմա, 39 տարի անց իր հոր մահից։ Նա միշտ հավատացել էր պաշտոնական տարբերակին, սրտի կաթված ծառայության ժամանակ։ Բայց այս նամակը խոսում էր ուրիշ բանի մասին, ճշմարտության մասին, որը թաքցվել էր տասնամյակներ շարունակ։ Նա նայեց Աննայի աչքերին, հանկարծ հարցրեց. «Աննա, դու հավատում ես, որ մեր անցյալի մեղքերը երբեք կարող են իսկապես ներվել, թե դրանք հետապնդում են մեզ մինչ վերջ»։ Աննան նայեց նրան երկար, հետո պատասխանեց. «Մեղքերը չեն ներվում, Ալեքսեյ։ Դրանք վերափոխվում են։ Դու չես կարող ջնջել այն, ինչ արել ես, բայց կարող ես փոխել այն, ինչ դառնում ես դրանից հետո»։ Հաջորդ օրը, երբ ары սկսում էր թեքվել Մոսկվայի երկնքում, Ալեքսեյը մտավ Նովոդիչի գերեզմանատան հին դարպասները։ Այս տեղը լի էր Ռուսաստանի պատմությամբ, այստեղ հանգչում էին գրողներ, կոմպոզիտորներ, գեներալներ, նրանք, ովքեր ստեղծել էին, ոչնչացրել էին կայսրություններ։ Նա քայլեց նեղ արահետներով, անցնելով հին խաչքարերի մարմարե հուշարձանների կողքով, մինչ հասավ մի հեռավոր անկյուն, որտեղ կանգնած էր ծեր մարդ, հագած վերարկու, նրա դեմքը կիսով չափ ծածկված գլխարկով։ Երբ Ալեքսեյը մոտեցավ, ծերունին բարձրացրեց գլուխը, Ալեքսեյը ճանաչեց նրան անմիջապես։ Սա էր Վիկտոր Պավլովիչ Զուը, նրա հոր հին գործընկերը, մարդը, ով աշխատել էր նրա հետ Երանի միլիցիայում 50-րդ թվականներին։ Բայց Վիկտոր Պավլովիչը չէր պարզապես գործընկեր։ Նա եղել էր նրա հոր ամենամոտ ընկերը, մարդը, ում Սերգեյ Էքիմյանը վստահում էր ավելի, քան ուրիշ ոչ ոքի։ «Ալեքսեյ Սերգեյիչ», ասաց ծերունին, նրա ձայնը դողում էր ծերության զգացմունքի մեջ։ «Ես գիտեի, որ դու կգաս։ Ես սպասել եմ այս պահին 39 տարի»։ Նրանք նստեցին մի հին նստարանի վրա, Վիկտոր Պավլովիչը սկսեց պատմել պատմություն, որը փոխեց Ալեքսեյի ամբողջ ըմբռնումը իր անցյալի մասին։ «Քո հայրը չմեռավ սրտի կաթվածից», ասաց նա, նրա խոսքերը ընկան ինչպես ծանր քարեր Ալեքսեյի կրծքավանդակի վրա։ Նրան սպանեցին։ Ոչ թե գողը, ում նա հետապնդում էր, այլ մեր սեփական մարդիկ, ՀԳԲ-ի գործակալները։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում նրա շուրջը։ Ինչու՞ հարցրեց նա, նրա ձայնը գրեթե լսելի չէր։ Վիկտոր Պավլովիչը շարունակեց. «Քո հայրը բացահայտել էր մի բան, որը նա չպետք է բացահայտեր։ Նա գտել էր ապացույցներ, որ մեր բաժնի ղեկավարը, գնդապետ Պետրոսյանը, աշխատում էր հանցավոր աշխարհի հետ։ Նա ստանում էր կաշառք գողերից, թույլ էր տալիս նրանց շարունակել իրենց գործունեությունը։ Քո հայրը ուզում էր զեկուցել այդ մասին Մոսկվային, բայց Պետրոսյանը իմացավ։ Եվ նա տվեց հրաման ոչնչացնել քո հորը, այնպես, որ այն թվա բնական մահ»։ Ալեքսեյը չէր կարող շնչել։ Նրա ամբողջ կյանքը կառուցված էր սուտի վրա։ Նա մտածում էր, որ իր հայրը մահացել է հերոսի մահով, կատարելով իր պարտքը։ Բայց իրականում նա սպանվել էր դավաճանության համար, սպանվել էր իր սեփական մարդկանց կողմից, նրանց, ում նա ծառայում էր։ Ինչու՞։ Չասացիր ինձ սա ավելի վաղ, հարցրեց Ալեքսեյը։ Վիկտոր Պավլովիչը ցածր իջեցրեց գլուխը։ Որովհետև ես վախենում էի, ասաց նա։ Պետրոսյանը սպառնացել էր սպանել ինձ իմ ընտանիքին, եթե ես խոսեի։ Ես ընտրեցի լռությունը փոխարեն ճշմարտության։ Եվ այդ ընտրությունը ուտել է իմ հոգին ամեն օր վերջին 39 տարի։ Նա հանեց իր գրպանից հին ծրար, դեղնած փխրուն։ Սա քո հոր վերջին զեկույցն է, ասաց նա։ Նա գրել էր այն մահից մի շաբաթ առաջ։ Նա փորձում էր փաստաթղթավորել Պետրոսյանի հանցագործությունները։ Ես պահել եմ այն այս ամբողջ ժամանակը, սպասելով ճիշտ պահին, երբ ճշմարտությունը կարող է վերջապես ասվել։ Ալեքսեյը վերցրեց ծրարը դողացող ձեռքերով բացեց այն։ Նրա հոր ծանոթ գրերը լցնում էին էջերը, ամսաթվեր, անուններ, գումարներ, հանդիպումների վայրեր։
Սա էր մանրամասն քարտեզ կոռուպցիայի, որը ընթանում էր Երանի միլիցիայի ամենաբարձր մակարդակներում։ Եվ վերջին էջում գրված մեծ տառերով էր նախադասություն, որը սառեցրեց Ալեքսեյի արյունը. «Եթե ինչ-որ բան պատահի ինձ, իմացեք, սա ոչ թե պատահականություն է։ Պետրոսյանը գիտե, որ ես գիտեմ։ Եվ նա չի թողնի ինձ ապրել»։ Ալեքսեյը փակեց ծրարը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում նրա դեմքով։ Նրա հայրը չէր եղել պարզապես ծառա, ով մահացել էր պարտքի գծով։ Նա եղել էր հերոս, ով փորձել էր պայքարել համակարգի դեմ, վճարել էր վերջնական գինը։ Ինչ եղավ Պետրոսյանի հետ, հարցրեց Ալեքսեյը։ Վիկտոր Պավլովիչը դառնորեն ժպտաց։ Նա ապրեց երկար բարեբախտ կյանք, ասաց նա։ Նա բարձրացավ աստիճաններով, դարձավ գեներալ, ստացավ մեդալներ, պատիվներ։ Նա մահացավ 1985 թվականին իր անկողնում, շրջապատված ընտանիքով հարգանքով։ Արդարությունը երբեք չհասավ նրան։ Ալեքսեյը զգաց, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում բարկություն, այնպիսի բարկություն, որը նա երբեք չէր զգացել։ Նրա հայրը սպանվել էր։ Սպանողը ապրել էր պատվով հարգանքով։ Սա էր համակարգի ամենամեծ դավաճանությունը, ոչ թե այն, որ այն սպանում էր իր թշնամիներին, այլ այն, որ այն պարգատրում էր իր դավաճաններին։ Բայց հիմա, ասաց Վիկտոր Պավլովիչը, երբ համակարգը փոխվում է, երբ պերեստրոյկան բացում է հին գաղտնիքները, հիմա ժամանակն է ասել ճշմարտությունը։ Վերցրու այս փաստաթղթերը։ Հրապարակիր դրանք։ Թող աշխարհը իմանա, թե ինչ իսկապես պատահեց քո հոր հետ։ Ալեքսեյը նայեց ծրարին իր ձեռքերում։ Սա էր ուժ վերջապես բացահայտել ճշմարտությունը, ուժ վրեժ լուծել իր հոր համար, ուժ ցույց տալ համակարգի իսկական դեմքը։ Բայց սա նա էր վտանգ։ Նույնիսկ պերեստրոյկայի ժամանակ հին ուժերը դեռ ուժեղ էին, հին գաղտնիքները դեռ պաշտպանված էին, հին դավաճանները դեռ ունեին իրենց կապերը։ Եթե նա հրապարակեր այս փաստաթղթերը, նա կդառնար թիրախ։ Բայց արդյոք նա կարող էր լռել, երբ նա վերջապես իմացել էր ճշմարտությունը։ Արդյոք նա կարող էր դավաճանել իր հոր հիշատակին, ընտրելով անվտանգությունը փոխարեն արդարության։ Նա հիշեց իր հոր վերջին նամակի խոսքերը՝ «Մի ապրիր կեղծ կյանքով։ Երգիր, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ»։ Եվ նա հասկացավ, թե ինչ պետք է անի։ Երբ Ալեքսեյ Էքիմյանը վերադարձավ իր հյուրանոց այդ երեկո, նա չգնաց անմիջապես իր սենյակ։ Փոխարենը նա քայլեց Մոսկվայի փողոցներով, ժամեր շարունակ, անցնելով Կրեմլի կարմիր պարիսպների կողքով, կարմիր հրապարակով, որտեղ պատմությունը գրվել էր արյունով երկաթով, Մոսկվա գետի ափերով, որտեղ լույսերը արտացոլվում էին ջրի մեջ ինչպես կորած հոգիներ։ Նա մտածում էր իր հոր մասին, մտածում էր Վազո Երանցու մասին, մտածում էր Գորգ Մանուկյանի մասին, մտածում էր բոլոր այն մարդկանց մասին, ում նա դավաճանել էր իր կյանքի ընթացքում։ Եվ նա հասկացավ մի բան, նրանք բոլորը եղել էին համակարգի զոհերը, ինչպես նրա հայրը, ինչպես նա ինքը։ Համակարգը ստեղծել էր իրավիճակներ, որտեղ լավ մարդիկ ստիպված էին անել վատ բաներ, որտեղ ճշմարտությունը դառնում էր վտանգավոր, որտեղ սերը դառնում էր թուլություն։ Եվ միակ ճանապարհը կոտրել այդ շղթան էր ասել ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, անկախ հետանքներից։ Հաջորդ օրը նա կազմակերպեց մամլո ժողով Մոսկվայի լրագրողների տանը։ Նա հրավիրեց խորհրդային արմատյան լրագրողների, հեռուստաընկերությունների, ռադիոկայանների։ Երբ դահլիճը լցվեց մարդկանցով, Ալեքսեյը բարձրացավ բեմ, ձեռքին իր հոր վերջին զեկույցը։ Նա սկսեց խոսել, նրա ձայնը հանգիստ էր, բայց լի վճռականությամբ։ Ես եկել եմ այսօր ասելու ձեզ պատմություն, ասաց նա։ Պատմություն մի մարդու մասին, ով փորձեց ապրել երկու կյանք, կորցրեց երկուսն էլ։ Այդ մարդը ես եմ։ Բայց նախքան ես պատմեմ իմ պատմությունը, ես ուզում եմ պատմել մեկ այլ մարդու պատմությունը, իմ հոր Սերգեյ Սերգեյչ Էքիմյանի պատմությունը, ով սպանվեց 39 տարի առաջ, ոչ թե հանցագործի կողմից, այլ իր սեփական գործընկերների կողմից, որովհետև նա համարձակվեց ասել ճշմարտությունը։ Դահլիճը լռեց։ Ալեքսեյը շարունակեց, կարդալով իր հոր զեկույցից, անուններ տալով, ամսաթվեր նշելով, ապացույցներ ներկայացնելով։ Նա պատմեց, թե ինչպես է գնդապետ Պետրոսյանը կառուցել կոռուպցիայի ցանց, ինչպես է նա պաշտպանել հանցագործներին փոխարեն կաշառքի, ինչպես է նա տվել հրաման սպանել Սերգեյ Էքիմյանին, երբ նա սպառնաց բացահայտել այս ցանցը։ Լրագրողները գրում էին մոլորակային արագությամբ, տեսախցիկները ֆիլմավորում էին ամեն խոսք, Ալեքսեյը զգում էր, թե ինչպես է նրա ուսերից վերանում 39 տարվա ծանրությունը։ Բայց նա դեռ չէր ավարտել։
Նա շարունակեց պատմել իր սեփական պատմությունը, ինչպես է նա դարձել ոստիկան, հետելով հոր ճանապարհին, ինչպես է նա սկսել երգել գաղտնի, փնտրելով ազատություն, ինչպես է նա ապրել կրկնակի կյանքով, ինչպես է նա դավաճանել մարդկանց, ում նա սիրում էր։ Ես ոչնչացրի ստորգետնյա երաժշտական շուկան, ասաց նա, նրա ձայնը կոտրվեց։ Ես ձերբակալեցի մարդկանց, ովքեր միակ մեղքն էր, որ ուզում էին լսել իսկական երաժշտություն։ Ես այրեցի երգեր, որոնք տալիս էին մարդկանց հույս։ Ես արեցի այս ամենը, որովհետև վախենում էի։ Վախենում էի կորցնել իմ աշխատանքը, իմ կարգավիճակը, իմ անվտանգությունը։ Բայց ամենաշատը ես վախենում էի ընդունել, թե ով եմ ես իսկապես։ Եվ այդ վախը դարձրեց ինձ համակարգի գործիք, որը ոչնչացնում էր հենց այն բանը, որը ես սիրում էի։ Նա դադար արեց, նայեց դահլիճին։ Բայց այսօր ես այլևս չեմ վախենում, ասաց նա։ Այսօր ես ասում եմ ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը։ Ես եղել եմ դավաճան զոհ միաժամանակ։ Ես եղել եմ ոստիկան, ով երգում էր, երգիչ, ով ձերբակալում էր։ Եվ հիմա ես եմ պարզապես մարդ, ով փորձում է գտնել փրկություն, ասելով ճշմարտությունը։ Մամլո ժողովից հետո պատահեց այն, ինչ Ալեքսեյը սպասում էր։ Հին ուժերը, նրանք, ովքեր դեռ ուներ իրենց կապերը ՀԳԲ պարտիայում, սկսեցին հարձակվել նրա վրա։ Նրանք ասացին, որ նա սուտ է խոսում, որ նա փորձում է վարկաբեկել խորհրդային համակարգը, որ նա արմատյան լրտեսի գործակալ է։ Նրանք պահանջեցին նրան ձերբակալել, դատել, պատժել։ Բայց պերեստրոյկայի ժամանակաշրջանը փոխել էր խաղի կանոնները։ Լրագրողները, հատկապես արմատյանները, սկսեցին հետաքննել Ալեքսեյի պնդումները, գտան ապացույցներ, որոնք հաստատում էին նրա խոսքերը։ Հին փաստաթղթեր, որոնք թաքնված էին արխիվներում, սկսեցին երան գալ։ Վկաներ, ովքեր լռել էին տասնամյակներ շարունակ, սկսեցին խոսել։ Եվ աստիճանաբար ճշմարտությունը սկսեց բացահայտվել։ Բայց Ալեքսեյի համար ամենակարևոր պահը եկավ 2 շաբաթ անց, երբ նրան այցելեց անսպասելի հյուր։ Դուռը բացվեց, ներս մտավ ծեր կին, մոտավորապես 70 տարեկան, հագած պարզ զգեստ։ Ալեքսեյը ճանաչեց նրան անմիջապես։ Սա էր Մարիա Վազգենի Խաչատրյանը, Վազո Երանցու քույրը, կինը, ում եղբորը նա ձերբակալել էր 31 տարի առաջ։ Նա սպասում էր, որ նա եկել է նրան անիծելու, մեղադրելու, պահանջելու արդարություն։ Բայց փոխարենը նա նստեց նրա դիմաց ասաց. Ալեքսեյ Սերգեյիչ, ես եկել եմ շնորհակալություն ասելու ձեզ։ Ալեքսեյը չէր կարող հավատալ իր ականջներին։ Շնորհակալություն, կրկնեց նա։ Բայց ես ձերբակալեցի ձեր եղբորը։ Ես դավաճանեցի նրան։ Մարիան ժպտաց, տխուր, բայց անկեղծ ժպիտ։ Այո, ասաց նա։ Դուք դավաճանեցիք նրան։ Բայց դուք նա երգեցիք նրա հարսանիքում։ Դուք տվեցիք նրան մի պահ երջանկություն, պահ, երբ նա մոռացավ, թե ով է նա, ինչ է նա արել։ Իմ եղբայրը մահացավ բանտում 1967 թվականին։ Բայց նրա վերջին խոսքերը, որոնք նա ասաց ինձ, երբ ես այցելեցի նրան, էին ձեր երգի մասին։ Նա ասաց, այդ երգիչը, Ալյոշա Սարյանը, նա ունի հայկական հոգի։ Նույնիսկ եթե նա ոստիկան է, նա հասկանում է մեր ցավը։ Դուք տվեցիք նրան մի բան, որը ոչ ոք այլ չէր կարող տալ, հասկացողություն։ Նա դադար արեց, հանեց իր պայուսակից հին մագնիսաֆոնային ժապավեն։ Սա ձեր երգի ձայնագրությունն է, մայրիկ ջան, ասաց նա։ Իմ եղբայրը պահել էր այն բանտում։ Երբ նա մահացավ, ես վերցրի այն, պահեցի այս ամբողջ ժամանակը։ Հիմա ես ուզում եմ վերադարձնել այն ձեզ։ Որովհետև այս երգը պատկանում է ձեզ, բայց այն նա պատկանում է բոլոր նրանց, ովքեր տառապել են, ովքեր կորցրել են, ովքեր փնտրել են փրկություն։ Ալեքսեյը վերցրեց ժապավենը դողացող ձեռքերով։ Սա էր ավելին, քան պարզապես ձայնագրություն։ Սա էր ներում այն մարդուց, ում նա դավաճանել էր, ներում, որը նա երբեք չէր սպասում ստանալ։ Նա նայեց Մարիայի աչքերին, տեսավ այնտեղ ոչ թե ատելություն, այլ հասկացողություն։ Ինչպես կարող եք ներել ինձ, հարցրեց նա։ Մարիան պատասխանեց. Որովհետև ես հասկանում եմ, որ դուք նույնպես զոհ եք։ Համակարգը ստիպեց ձեզ ընտրել կամ ձեր պարտքը, կամ ձեր հոգին։ Եվ դուք ընտրեցիք երկուսն էլ, դա ոչնչացրեց ձեզ։ Բայց հիմա դուք վերջապես ազատվել եք։ Եվ այդ ազատությունը ավելի արժեքավոր է, քան ցանկացած պատիժ, որը ես կարող էի պահանջել։
1989 թվականի ամռանը, երբ Բեռլինի պատը դեռ չէր ընկել, բայց արդեն սկսում էր ճաքել, Ալեքսեյ Էքիմյանը կազմակերպեց իր վերջին կոնցերտը Մոսկվայում։ Սա չէր սովորական կոնցերտ։ Սա էր հաշտության ներողության կոնցերտ, նվիրված բոլոր նրանց, ովքեր տառապել էին համակարգի ձեռքից, բոլոր նրանց, ովքեր դավաճանել էին, դավաճանվել էին, բոլոր նրանց, ովքեր փնտրել էին փրկություն, գտել էին միայն ցավ։ Կոնցերտը տեղի ունեցավ Լուժնիկի մարզադաշտում, այնտեղ հավաքվեցին 100,000 մարդ, հին դիսիդենտներ, նոր ազատամտածողներ, նախկին բանտարկյալներ, նախկին ոստիկաններ, երիտասարդներ, ովքեր երազում էին նոր ապագայի մասին, ծերեր, ովքեր հիշում էին հին ցավերը։ Եվ այնտեղ, բեմի վրա, Ալեքսեյի կողքին կանգնած էր Աննա Կարավայան, ով համաձայնել էր միանալ նրան այս վերջին կատարման համար։ Կոնցերտը սկսվեց Արի մայրամուտին, երբ երկինքը ներկված էր նարնջագույն մանուշակագույն երանգներով։ Ալեքսեյը բարձրացավ բեմ, նայեց այդ հսկայական ամբոխին, 100,000 դեմք, 100,000 պատմություն, 100,000 հույս։ Նա սկսեց երգել իր առաջին երգը՝ Մայրիկ ջան, նրա ձայնը տարածվեց մարզադաշտում ինչպես աղոթք։ Ամբողջ ամբոխը լռեց, միայն նրա ձայնը լսվում էր, լի ցավով, կարոտով, հույսով։ Երբ նա ավարտեց, ամբողջ մարզադաշտը պայթեց ծափահարություններից, Ալեքսեյը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում նրա դեմքով։ Սա էր այն պահը, երբ նա հասկացավ, որ նրա երգերը վերջապես հասել էին տուն, ոչ թե ստորգետնյա ռեստորաններում, ոչ թե արմատյան կոնցերտ դահլիճներում, այլ այստեղ, նրա հայրենիքում, նրա ժողովրդի մոտ։ Հետո բարձրացավ Աննա Կարավայան, կարդաց իր բանաստեղծությունը, նվիրված բոլոր նրանց, ովքեր ապրել էին կրկնակի կյանքով։ Նրա խոսքերը էին սուր անկեղծ, մենք ապրեցինք երկու աշխարհում, մեկը լույսի, մյուսը խավարի։ Մենք փորձեցինք լինել երկուսն էլ, հերոսներ, դավաճաններ, զոհեր, հանցագործներ։ Բայց այսօր մենք ընտրում ենք լինել միայն մենք ինքներս, մենք, կոտրված, բայց ազատ, վիրավոր, բայց ապրող։ Ամբոխը ծափահարեց, Ալեքսեյը տեսավ, թե ինչպես են մարդիկ գրկում միմյանց, ինչպես են նրանք լացում, ծիծաղում միաժամանակ։ Սա էր ազատագրման պահ, ոչ միայն նրա համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր եկել էին այստեղ փնտրելու հասկացողություն, ներողություն։ Կոնցերտը շարունակվեց 3 ժամ, Ալեքսեյը երգեց իր բոլոր երգերը, հինը նորը, երգեր սիրո ատելության մասին, երգեր հույսի հուսահատության մասին, երգեր կյանքի մահվան մասին։ Եվ ամեն երգից հետո ամբոխը երգում էր նրա հետ, նրանց ձայները միավորվում էին մի հսկայական քառասնյակի մեջ, որը բարձրանում էր դեպի երկինք։ Վերջին երգը, որը նա կատարեց, նոր երգ էր, գրված հատուկ այս կոնցերտի համար։ Այն կոչվում էր Փրկություն, այն խոսում էր այն մասին, թե ինչպես է մարդը կարող գտնել խաղաղություն, ոչ թե մոռանալով իր մեղքերը, այլ ընդունելով դրանք, սովորելով ապրել դրանց հետ։ Երբ նա ավարտեց, ամբողջ մարզադաշտը ոտքի ելավ, մարդիկ սկսեցին երգել երգի ռեֆրենը, փրկությունը գալիս է ոչ թե մոռացությունից, այլ ճշմարտությունից։ Կոնցերտից հետո Ալեքսեյը Աննան նստեցին բեմի հետում, նայեցին, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն հեռանում մարզադաշտից։ Նրանք լռում էին, բայց նրանց լռությունը լի էր հասկացողությամբ։ Վերջապես Աննան ասաց. Ալեքսեյ, դու արեցիր այն, ինչ քո հայրը չկարողացավ անել։ Դու ասացիր ճշմարտությունը։ Դու փրկեցիր քո հոգին։ Ալեքսեյը ցնցեց գլուխը։ Ոչ, ասաց նա։ Ես դեռ չեմ փրկվել։ Փրկությունը ճանապարհ է, ոչ թե նպատակակետ։ Ես պետք է շարունակեմ քայլել այդ ճանապարհով մինչ իմ կյանքի վերջ։ Աննան ժպտաց։ Ուրեմն մենք կքայլենք միասին, ասաց նա։ Եվ նրանք նստեցին այնտեղ, ձեռք ձեռքի, նայելով, թե ինչպես է արը վերջապես մայր մտնում Մոսկվայի հորիզոնում։ Ալեքսեյ Էքիմյանը ապրեց դեռ 15 տարի այդ կոնցերտից հետո։ Նա վերադարձավ Ֆինլանդիա, բայց նա պարբերաբար այցելում էր Ռուսաստան, Հայաստան, կատարելով կոնցերտներ, պատմելով իր պատմությունը նոր սերնդին։ Նա ամուսնացավ Աննա Կարավայայի հետ 1989 թվականին, նրանք միասին ապրեցին Հելսինկիում, փոքրիկ տուն ծովի ափին, որտեղ նրանք գրում էին երգեր, բանաստեղծություններ, որոնք խոսում էին ճշմարտության, ազատության մասին։ Նրանք չունեցան երեխաներ, բայց նրանց տունը միշտ լի էր մարդկանցով, երիտասարդ երաժիշտներ, գրողներ, արտիստներ, ովքեր փնտրում էին ոգեշնչում հասկացողություն։ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը վերջապես փլուզվեց, Ալեքսեյը ստացավ հրավեր վերադառնալ Երևան, կատարելու կոնցերտ անկախ Հայաստանում։ Նա ընդունեց, այդ կոնցերտը դարձավ նրա կյանքի ամենազգացմունքային պահերից մեկը։ Նա կանգնեց բեմի վրա, Հանրապետության հրապարակում երգեց հայերեն, իր մայրենի լեզվով, որը նա երբեք չէր մոռացել։
Եվ երբ նա երգեց «Մայրիկ ջան», ամբողջ հրապարակը միացավ նրան, նրանց ձայները բարձրացան դեպի Արարատ լեռը, որը կանգնած էր հորիզոնում ինչպես հավերժական վկա։ Ինչ վերաբերում է գնդապետ Պետրոսյանին, այն մարդուն, ով սպանել էր Ալեքսեյի հորը, նրա պատմությունը ավարտվեց այլ կերպ, քան Ալեքսեյը սպասում էր։ Երբ Ալեքսեյի մամլո ժողովից հետո սկսվեց հետաքննություն, պարզվեց, որ Պետրոսյանը մահացել էր 1985 թվականին, բայց նրա ընտանիքը դեռ ապրում էր Մոսկվայում։ Նրա որդին, ով նույնպես դարձել էր ոստիկան, կապ հաստատեց Ալեքսեյի հետ, խնդրեց ներողություն իր հոր արածների համար։ Նա ասաց, որ նա երբեք չգիտեր իր հոր իսկական գործերի մասին, երբ նա իմացավ ճշմարտությունը, նա զգաց ամոթ ցավ։ Ալեքսեյը ընդունեց նրա ներողամտությունը, որովհետև նա հասկացավ, որ որդիները չեն պատասխանատու իրենց հայրերի մեղքերի համար։ Սա էր վերջնական ազատագրումը ատելությունից, վրեժխնդրությունից։ Ալեքսեյ Էքիմյանը մահացավ 1997 թվականին, 64 տարեկան հասակում, իր տանը Հելսինկիում, Աննայի գրկում։ Նրա վերջին խոսքերը էին. «Ես երգեցի։ Ես ասացի ճշմարտությունը։ Ես փրկվեցի»։ Նրան թաղեցին Հելսինկիի Հիետանիեմի գերեզմանատանը, բայց նրա սիրտը, ըստ նրա կամքի, տեղափոխվեց Երևան, թաղվեց Կոմիտասի Պանթեոնում, մեծ հայ կոմպոզիտորների կողքին։ Նրա գերեզմանակարի վրա փորագրված էր միայն մի նախադասություն. նա ապրեց երկու կյանք, բայց մահացավ որպես մեկ մարդ։ Աննա Կարավայան ապրեց դեռ 10 տարի Ալեքսեյի մահից հետո։ Նա շարունակեց գրել բանաստեղծություններ, պատմել նրանց պատմությունը նոր սերնդին։ Նա հրատարակեց գիրք «Երկու հոգիներ», մեկ երգ, որտեղ նա պատմեց Ալեքսեյի իր սեփական կյանքի մասին։ Այս գիրքը դարձավ բեսթսելեր, թարգմանվեց 20 լեզուների։ Աննան մահացավ 2007 թվականին, նրան թաղեցին Ալեքսեյի կողքին Հելսինկիում։ Նրանց գերեզմանների վրա այցելուները թողնում են ծաղիկներ, երգում են «Մայրիկ ջան» երգը, որը միավորեց նրանց, որը դեռ ապրում է մարդկանց սրտերում։ Բայց մի հարց մնում է անպատասխան. արդյոք Ալեքսեյ Էքիմյանը իսկապես փրկվեց իր մեղքերից։ Արդյոք նրա ճշմարտության խոստովանությունը բավարար էր մաքրելու նրա հոգին։ Թե նա մինչ վերջ տանջվեց այն մարդկանց հիշողությամբ, ում նա դավաճանել էր։ Մենք երբեք չենք իմանա վերջնական պատասխանը, որովհետև փրկությունը անձնական ճանապարհ է, միայն Ալեքսեյը գիտեր, թե արդյոք նա գտավ խաղաղություն իր կյանքի վերջում։ Բայց մի բան հստակ է, նրա պատմությունը դարձավ խորհրդանիշ բոլոր նրանց համար, ովքեր ապրել են կրկնակի կյանքով, ովքեր ստիպված են եղել ընտրել պարտքի սիրո միջ, ովքեր փնտրել են փրկություն, գտել են միայն ավելի շատ հարցեր։ Նրա երգերը դեռ հնչում են այսօր, ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Դրանք երգում են բանտարկյալները բանտերում, փախստականները ճամբարներում, երիտասարդները, ովքեր պայքարում են ազատության համար։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը երգում է «Մայրիկ ջան», Ալեքսեյ Էքիմյանի հոգին ապրում է նորից, ոչ թե որպես ոստիկան, ոչ թե որպես դավաճան, այլ որպես երգիչ, ով համարձակվեց ասել ճշմարտությունը։ Ընկերներ, ինչպե՞ս եք վերաբերվում Ալեքսեյ Էքիմյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը ստիպեց նրան ապրել կրկնակի կյանքով, թե նա ինքը պատասխանատու էր իր ընտրությունների համար։ Արդյոք նրա ճշմարտության խոստովանությունը բավարար էր փրկելու նրա հոգին, թե կան մեղքեր, որոնք երբեք չեն կարող ներվել։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում, արդյոք նրա երգերը դեռ հնչում են ձեր սրտերում։ Սեղմեք հավանում, եթե հավատում եք, որ ճշմարտությունը միշտ պետք է ասվի, անկախ գնից, բաժանորդագրվեք մեր ալիքին, լսելու ավելի շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր համարձակվեցին ապրել իրենց իսկական կյանքը։ Մենք շարունակելու ենք պատմել այն պատմությունները, որոնք համակարգը փորձեց թաքցնել, այն ճշմարտությունները, որոնք փոխեցին